Պատին արկա է բացված, որից ներս արկա է սենյակ, որտեղ տեղադրված են փայտե կոնստրուկցիա
կոնստրուկցիաներ տարբեր պահեստամասեր և Սարմոն Սերգեյ Պապանյանը այդած որ ուսումնասիրեց Սարմոնից Արմեն Պողոսյանը տարբերում 25 կիլոգրամ Միջանցքի աճակողմել պատին արկա է բացված փորձներ արկա է ևս մեկ սենյակ, որտեղ տեղադրված է այդյա կոնստրուկցիա։ Բաց պատշգամբի հարավային կողմում արկա է ևս մեկ տուր փորձներ արկա է միջանցք, որտեղ տեղադրված է սեղան։ Բացկատոր հատակին պահոցներ Միջանցքից ծաղ պատին արկա է բացված փորձներ արկա է սենյակ, որտեղ տրված է հեռուստացույց բազմոց փոքր սեղան թափ Բասկատոր միջանցքում նաև տրված է լվացքի մեքենա, միջանցքի առողջության պատին արկա է տուր, որից արկա է միջանցք, որտեղ տեղադրված է օրոց և վերկանի մարճակած գեստապահանում արկա են տարբեր հատկություններ Սերգեյ Պապանյանը ներկայացրեց թմեռային բաշխում և հայտարարեց, որ դա իրեն է պատկանում։ Դրա աջ գրպանչանային Նիկողոսյանը վերցրել է 4000 դրամ։ Բաց պատշգամբի առողջության հատվածում արկա է տուր, որից հետո դասավորված են տարբեր չափերի քարեր Սերգեյ Պապանյանը այդած որ 2020 թվականի մարտի 30-ին Նարինե Նիկողոսյանը վայր եկել նշված հատվածում։ Զրկման ընթացքում ոչինչ չի կիրառվել, զրկման ընթացքում ոչինչ չի վերցվել, կատարվել է լուսանկարանում, դիտողություն հայտարարությունները լարդեն մասնակից Սերգեյ Պապանյանի տեղականի ստորագրությունը, հավաքվում շնացյալի ստորագրությունը։ Դեպի վայրի զննության արձանագրության արկայքից լուսանկարչական հավելված, որտեղ պատկերված է մասնավորապես տաննագուղը, առաջին 3 նկարներում, 4-րդ նկարում բաց պատշգամբը, 5-րդ նկարում արևելյան կողմում արկային ուտի տուրը և միջանցքն է, 6-րդ նկարում միջանցքից ցախ գտնվող սենյակը, միջանցքից աջ գտնվող սենյակը և շարունակությունը 7-րդ և 8-րդ նկարներում են, 9-րդ նկարում պատկերված է միջանցքը, Միջանցքից ցախ գտնվող սենյակը 11-րդ, 12-րդ սենյակներում նկարներում պատկերված այստեղ պաշտպանական դատարան այս հատվածում ասող Արը կապացը 2022 թվականի ապրիլ 14-ին Նարինե Նիկողոսյանի հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրությունն այն գտնվում է Բարույթի 26-27-րդ էջերում։ Հաղորդում ընդունելու մասին արձանագրություն կազմվել է 2022 թվականի ապրիլի 14-ին քաղաքում ժամը 12:45-ին, ավարտվել է ժամը 12:55-ին։ Շիրակի մարզային վարչությունում հանցագործության մասին գրավոր հաղորդում ընդունեցին Նարինե Սամվելի Նիկողոսյանից ծնված 1989 թվականի մարտի 19-ին։ Արկա է վերջինիս անձնային տվյալները հեռախոսահամար բնակության աշխարհում վայրի հասցեն։ Նարինե Նիկողոսյանը զգուշացվել է Հեղափոխական օրենսգրքի 333-րդ հոդվածում նախատեսված պատասխանատվության մասին արկա է վերջինիս ստորագրությունը։ Հաղորդումն ըստեյության հրապարակում 2022 թվականի մարտի 30-ին ժամը 14:00-ի սահմաններում ամուսինը Սերգեյ Պապանյանը մարզի գյուղագարակտուր Իշխանը կենցաղային հարցի շուրջ առաջացած միջավայրության ժամանակ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել տղթից պատճառով ֆիզիկական ցավ։ Նախկինում ոստիկանությունում չեն դիմել, Գրեցյանցավ իմ ոսկի շիշտ է, որի համար ստորագրում եմ արկային Արմեն Նիկողոսյանի ստորագրությունը, հավաքնիշ Նազարի ստորագրությունը։ Այս հաղորդում ասովել այսօրն է, հաջորդապատույցը, որը ենթակա հետազոտման 2022 թվականի սեպտեմբերի 12-ին առաքանել ներկայացնող վերջնի արձանագրությունն է, Բարոյթի 113-112-րդ էջերում այն գտնվում։ Սկավառակ է բանկասերտություն ծերադրված, հիմա ծրագրացում վիճակում է, ծրագրացում է, Հանվեց սկավառակը տրամադրել մեստերի կարտուղալին համակարգում տեղադրելու և ապացույց է հետազոտելու նպատակով։ Ձայնագրություն է
Կարելի է, այո։
վերաբերյալ նկարագրություններ չէ։ Ինչ այս արդենիստ կատարվել է որոշակի սնություն առանց տեսականագրառման, հիմնակայնապարակ եմ այն ինչ արձանագրել են, որից հետո կանցնենք արդեն ձայնագրությունների ու կդրման։ Ուրեմն արձանագրվել է հետևյալը 2022 թվականի սեպտեմբերի 12-ի առաքանակ արձանագրությանը կից արկա է ձեռար, սա է այս արձանագրությունը, որը կազմվել է մասնակից Նայիրի Նիկոլոսյանի մասնակցությամբ Նայիրի Նիկոլոսյանի։ Դրանքից արկա է ձեռար, որ մեջ արկա է լազերային ստավար։ Ուրեմն լազերային ստավարը հանվել է ձեռարից, դրվել համակարգչի վերարտադրման սարքում երկով ծաղբեր, որի արդյունքում ուրեմն բացվաճ է մեջում արկա է գտնվող հին համակարգչային ֆայլեր, ուրեմն համապատասխան համարումներ, որ ծաղբել է, այս ինչ գրառմամբ 161 297 098 043 գրառման ֆայլը և բացվել հետևյալը։ Ուրեմն նշված տեսագրությունը լսվել է մինչև 3:23 րոպե, որի ընթացքում պարզվեց, որ բարձր խմբում զրուցում է երկու անց, տղամարդի և կին, նաև լսվում է երեխայի ձայն, ձայնագրությունը լսվեց մինչև 3:23 րոպե, մասնակից Սերգեյ Բաբայանը հայտարարեց, որ ձայնագրությունը տղամարդու զրուցողը ինքն է, իսկ կնոջ զրուցողը Նայիրի Նիկոլոսյանն է։ Երեխայի ձայնը իր Վազգեն Բաբայանի ձայնն է։ Նորից միացնեմ սկզբից կլսեք համեր կամ չէ։ Այսինքն 3 րոպեից հետո միացնեմ, լսեք։ Բայց հիմա կատարվում է ձայնագրությունների սննում, դրա համար պետք է Դուք եք խոսացած հետևող համարներ, կարող ինչ կսանոնակի, կասեք ցուցմունքի տեսքով, բայց հիմա տեսարությունը պետք է։
12-ին Գավառի ժամը 12-ից 20 րոպեին Քննչական կոմիտեի դոկումենտի քննչական վարչության ավագ Ֆիլիպ Նազարյանի կողմից եկածներ ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների կարգավորումներով մասնակցության թիվ 531-02-222 քրեական վարդով դժոխ Նարինե Նիկողոսյանի կազմակերպության արձանագրություն արել, որ Նարինե Նիկողոսյանը քրիչի վրա ներկայացել է ձայնագրություններ, որոնք ներբեռնվել են ազերային սկավառակի վրա։ Արվել մասնակից Նիկողոսյանի եւ ավագ Ֆիլիպ Նազարյանի ստորագրությունները։ Աստեղ տեսագրություն համելը ներկայացրել։ Իսկ նա աղբյուրը չի ներկայացրել։ Իսկ մենք ունենք 97 թվականի կարգավորումները անդրադառնում։ Աղբյուրը պետք է հետազոտվի, որպեսզի մենք հասկանանք տեսագրության արժանապատվությունը։ Ինչի եմ ասում, որովհետև տեսեք, անհավասար պայմաններում են գործել։ Սերգեյ Պապանյանը, Նարինե Նիկողոսյանը ձայնագրություն սարքել տեղադրել է, ձայնագրություն դրեց տեսագրություն։ Նարինե Նիկողոսյանը ձայնագրությունը տեղադրել է, ինքը իմացել է որ պետք է ձայնագրվի, Սերգեյ Պապանյանը չի իմացել։ Այսինքն անհավասար պայմանների են գործել։ Հոգեբանական ասպեկտներն են, որ ինքն է ասում, այդ նրանցյալ է մի քանի անգամ այդ տեսագրությունը ներկայացնելու ժամանակ իր կարծիք հայտնել, որ մասադրել է կոպիտ 100 ինքն հայրանկով պատասխանում է և դրանց է վիճակագրություն առաջացել։ Այսինքն, ուզում եմ ասել, հաշվի առնելով, որ Նարինեն իմացել է, Սերգեյը չի իմացել ձայնագրության մասին, ամենայն հավանականությամբ ինչ է տեղնուցել, որ իմացել է Սերգեյը ասել, որ նա սադրել է այդ վիճակագրությունը, սովորական ընտանեկան վիճակագրություն է։ Ինքնի սովորականից կարող է ինքնի չափազանց ավել։ Այսինքն, որով դեպքերում աղբյուր չկա, պետք է քննիչը իմ կարծիքով վերցնել հեռախոսը թվային խոսակցություն կատարել, ամբողջ խոսակցությունը ոչ թե կոնտեքստի կտրված ինչ-որ մի հատված բերել, այսինքն իրենց հեռատու հատվածը բերել և ներկայացնել քննությանը։ Համապատասխան բոլոր կառավարության տարածաշրջանի քննիչություն կունենա քննադատման զգացույցի նախաձեռնություն։ Դուք մի հատվածում պատմական արձագանքել, ես Պավել Մարտիրոսյանի ասած քննությունների մի դեպքում սահմանելու հետ կապված եւ չլիներ նաեւ դժոխ Նարինե Նիկողոսյանի հայրահարությունները եւ վիճաբանությունը բացի դրանից աղբյուրի առումով այստեղ մենք խնդիր չունենք, աղբյուրը ավելի քննարկվել է, աղբյուրը ասելով մենք ներդրի չունենք հեռախոսը որպես այլ հեռախոսից Դեպի հավատացի աղբյուրը հանդիսացել է Նարինե Նիկողոսյանը, Նարինե Նիկողոսյանի կողմից է ներկայացվել, բնականորեն պարզ եւ հասկանալի է, որ դա կատարվել է հեռախոսի միջոցով, այստեղ աղբյուրի անհայտ լինելու հիմքով ապացույցի թույլատրելիության անգամ առագայազուրկ է քննարկելը, իսկ բովանդակային առումով մենք լսեցինք տեսաձայնագրությունը, պատվարժան դատարան այստեղ կեսից սկսվեց վիճաբանությունը, այսինքն ինչ-որ մի նախապատմություն չկար, կամ ինչ-որ ուժողը չէր խոսում դրական վարկագիծ դրսևորում եւ մեղադրյալը բացասական։ Երկուսն են բացասական ընտանեկան վեճի պայմաններում պահի թելադրանքով կատարված ձայնագրություններ, որի անհավասար պայմաններում լինելու մասին խոսքը անգամ չի կարող լինել։ Իմ կողմից նշված հիմնավորումներով համապատասխան բուրում, եթե պաշտպանության կողմը գտնի, որ պետք է միջնորդության հանդես գա, առավել մանրամասներում հանդես կգամ, ես որոշում եմ։ Որոշումը շարունակել ես դիալոգացիաների հետազոտում։ Հաջորդ ապացույցը պատվարժան դատարան 2024 թվականի նոյեմբերի 29-ի փաստաթղթերի զինություն կատարելու մասին արձանագրությունն է 274-ից 278-րդ էջերում է գտնվում վարույթի փաստաթղթերի զինություն կատարելու մասին արձանագրություն սկսվել է 2024 թվականի նոյեմբերի 29-ի ժամը 09:58-ին և ավարտվել է 16 րոպեին Ֆիլիպ Նազարյանի կողմից է իրականացվել քրեատավարական համապատասխան հոդվածների ղեկավարմամբ արհեստական լուսավորության պայմաններում զննության ենթարկված Ստեփանավանի բժշկական կենտրոնական վարչության ընկերության թիվ 2374 թվականին ստացված փաստաթղթերը զննության պարզվել է հետևյալը 2023 թվականի ապրիլի 20-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնական վարչության ընկերությունից թիվ 2374 թվականին ստացվել է գրություն առայն, որ ուղարկում է 2022 թվականի հունվարի 31-ին ժամը 01:20-ին ազնի Սերգեյ Պապանյանի մասին բժշկական կենտրոնում կազմված փաստաթղթերի պատճենները, Իշխան Գորգյանի գիծ արկայ Ստեփանավանի բժշկական կենտրոնական վարչության ընկերությունում ռենտգեն հետազոտության վերաբերյալ 303 փաստաթղթի պատճենը, որով 2022 թվականի հունվարի 31-ին ռենտգեն հետազոտության են ենթարկվել Ազնի Պապանյանին եւ նրա մոտ որոշվել է
աճ մեծ ոլորտի վերին 1/3-ի կոտրված առանց տեղաշարժի հարցականով, նույն դրության գիծ Արտյա Մատյանի էջ, որի համաձայն 2022 թվականի հունվարի 31-ին ժամը 01:20-ից ծնողների ուղեկցությամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել, 2019 թվականի մայիսի 20-ից ծնված Ազնիվ Բաբայանի մոտ ախտորոշվել է աճ ստորին վերջույթի վնասված հարցականով։ Վերոյշադրությունը ռենտգեն հետազոտության արդյունք եւ Մատյանի էջը պատճառ մասին ստացվեցին Սույն արձանագրությանը 4 թերթերի վրա Արտյա Ավագ քննիչ Ֆիլիպ Նազարի ստորագրությունը, պատվարժան կատարան մի հայտարարություն արձանագրությունները, ինչպես նաեւ նոր մեր կողմից հետազոտված արձանագրությունը վերջում անդրադառնալի հաստատող ճանաչելու մասին որոշումը ես հրավիրել եմ հետազոտել նույնիսկ համիզության արձանագրությունը միանգամից ճանաչել։ Հաջորդ պատվարժան կատարան 2022 թվականի մայիսի 4-ից ստացված դատաբժշկական գործակալության եզրակացությունն է, վարույթի 52-րդ էջում այն գտնվում։ Գործակետի թիվ 0314 եզրակացություն։ Դատաբժշկական գործակալությանը ենթարկվել Նարինե Սամվելինի Գողոսյանը, ծնված 1990 թվականի մարտի 19-ին։ Արկայ գործակետի ստորագրությունը համաձայն, որի վերջից պարզաբանվել է ակնհայտ կերպ եզրակացություն տալու հանդեպ քրեական պատասխանատվության մասին, գործակալությունը սկսվել է 2022 թվականի ապրիլի 10-ին ավարտվել է։ Նույն թվականի ապրիլի 15-ին վերաբերել իմաստով պատվարժան դատարան հրապարակում են հետևությունները ըստ քննվողի խոսքերը, 2022 թվականի ապրիլի 4-ին նախկին ամուսինը ծեծի ենթարկելին ուժօգնության չի դիմել, հանգարդներ չի նշում, անձնական զննում 2022 թվականի ապրիլի 14-ին ներկա գործակալությամբ Նիկողոսյանի մարմնի վրա մարմնական վնասվածքների բնորոշ օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել, Նարինե Նիկողոսյանի գործակալության ոչ ներկայանալու եւ բացակայության պատճառով ներկայումս ոչ թե ինչ մարմնական վնասվածքներ է ստացել, հնարավոր չէ, քանի որ մարմնական վնասվածքները կարող են անել ապակինել 10 օրվա ընթացքում։ Հաջորդ ապացույցը պատվարժան դատարանը Հրապարակի բժշկական գործակալության եզրակացությունն է, գտնվում է վարույթի 216-ից 229 էջերում։ Երևանի մխիթարություն անվան բժշկական պետական համալսարան բժշկական հոգեբանության անվան գործակետին ծանոթացվել է քրեական կանոնավոր սահմանված ակնհայտ եւ եզրակացություն տալու քրեական պատասխանատվության մասին արկայում գործակետների Ղազարի եւ Ստեփանյանի ստորագրությունները ստացվել են իրականացնում Արմենի 2024 թվականի օգոստոսի 21-ին վերաբերելի մասով հրապարակում պատվարժան դատարան ԵՏԵ-ի կողմը այլ հանգամանքների վրա ուշադրություն դարձնել Շուշավակը եթե հայտնի հնուկ կտոր վերաբերելի մասը հետևություններ 220-րդ էջում է գտնվում պատվարժան դատարան չկներեք մի քանի հետևություններ կան հետևություններ 228-րդ էջում է գտնվում հաշվառելով նախաքննությամբ ձեռքբերված տվյալները եւ ելնելով գործակալությամբ ստացված արդյունքներից որոշման ընդունված հարցերի վերաբերյալ հանգույց ստորև շարունակված հետևությունների փորձարկնելով Նարինե Նիկողոսյանի հոգեկան գործունեության մեջ առկա են փոփոխություններ, որոնք միշտ նոզոլոգիական ոչ ախտաբանական բնույթներում եւ արտահայտվում են 3 մակարդակներում՝ հուզական, ֆիզիկական եւ վարկային։ Հուզական փոփոխություններ ստրեսի ենթարկվածության միջից բարձր մակարդակ, թույլ դեպրեսիվ վիճակ, ընկճվածություն, թախիզ, կյանքի իրավիճակի հոգետեսական գնահատման, հոգեբանական եւ ֆիզիկական դիսկոմֆորտի բարձր աստիճան, նյարդահոգեկան ոչ բարվոք վիճակ, անվստահություն, անհանգստություն, հուզական անկայունություն, ճնշվածություն, մենակության զգացում, հիասթափություն, հուսահատություն, դատարկության զգացում, ֆիզիկական փոփոխությունները, հոգնածության զգացում, քնելու դժվարություններ, շնչարկելու, մշտական նոպայաձև գլխացավեր, գլխապտույտ, ստամոքսի մեջքի պարանոցի ցավեր, ձեռքերի ուժեղ քրտնարտադրություն, սրտի աշխատանքի անհանգստում ամբողջակի գործ, վարկային փոփոխություններ, յուրաքրկնություն եւ կենտրոնացման դժվարություններ, կանային ոլորտի դժվարություններ, սկսած գործը ավարտին հասցնելու, վարկը կառավարելու անկարողություն, մեկուսացում, անտարբերություն, մատները կոտրատելու հակում։ Հաստատվել է Նարինե Նիկողոսյանի հոգեկան գործունեության բացասական փոփոխությունների եւ Մեղադրյալ Սերգեյ Բաբայանի գործողությունների միջև պատճառ հետևանքային կապի արտահայտությունը։
գործակալության ալուսակ ինձում է մանրամասնորեն ավելի ներկայացած։ Գործակալով Նարինե Նիկողոսյանի մոտ տիրվում է հոգեկան գործունեության փոփոխությունների, բարոյական վնասի, որի հիմնական նշաններն են ֆիզիկական տառապանքները, հոգեկան տառապանքները և բարոյական տառապանքները, բացասական փոփոխությունների արտահայտված մակարդակ, անձնային ճգնաժամ, հոգեկան վիճակի էական փոփոխություններ, որոնք անցնում են սահմանային վիճակի և արտահայտվում են արձագանքման 3 մակարդակներից ոչ պակաս դարձել են 6 ամսից ավելի տևողության։ Նարինե Նիկողոսյանի բնորոշ անհատական հոգեբանական առանձնահատկությունները, զիջողականությունը ինքն իրեն վերածել է այնպիսի հարցերում, որոնք ուրիշների համար կարևոր չեն, ուրիշների կարիքները սեփական կարիքներից բարձր դասելը, քննադատության կամ մերժվելու պատճառով բարձր փորձելիությունը, դյուրակողությունը, տագնապայնությունը կարող են ազդել ուսումնասիրվող իրավիճակում նրա հոգեկան գործունեության փոփոխության վրա։ Այս հարցի պատասխանները երկրորդ և երրորդ պատասխաններում են։ Արկա փորձագետ Ղազարյանի, փորձագետ Պետրոսյանի ստորագրությունը համապատասխան բժշկական կենտրոնի գնիկը։ Սահմանություն ասող այս տոնը հաջորդ պատասխանությունը պատվիրակական արդեն կողմից վկայակոչված ադավարողների հաստատություն ճանաչված և զննված արդեն իսկ արձանագրությունները հրապարակվել են և որոշում ես հրապարակել 275-ից 281 էջերում ադավարողների հաստատություն ճանաչելու մասին որոշում 2024 թվականի նոյեմբերի 29-ին Հավաք Վիշնազյանի կողմից է որոշումը կայացրել Սույն քրեական վարույթով արտավարության հաստատող որոշեցի ճանաչել Ստեփանավան բժշկական կենտրոնական կառավարության ընկերությունից 2023 թվականի ապրիլի 20-ին ստացված գրությունը և նրանից բացատրել ինչպես նաև Նարինե Նիկողոսյանի կողմից ներկայացված ցուցադրություններով լազերային սկավառակը, որոնք պահվել է վարդյունների արտահայտությունների շրջանցած ստորագրություն։ Ապացույցների գրավոր պատվաժողովը մի կողմից ամուսնները բարվեց։ Այսօր վարդանին ապացույցների կազմությունը բիոլոգիական տեսավարտեցի և այլոք պետք է հարձակները ներաջարը։ Սուտ պատասխանատարի, որ ցանկությունները ցույց տալու Պապանյան լոգիկաներ, դատարանների նախադուշացում է, որ ցույց տալու նախատեսվածական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության Գերատեսչության 504 հոդվածով սահմանված կարգով։ Հիմա դες ներկայացնում եմ պատասխանատվություն այն ցանկանակ մի վարքյան և կլսեմ ձեզ։ Դու ցանկություն հայտնել ցույց տալու բազմաթիվ անգամներ դատարանների ժամանակ հայտարարության հանդես եք եկել և հիմա եթե իհարկե չեք ձեր փոխել ձեր նկատի շատ давайте ցանկացեք ստորագրել որ նախազգուշացում եք ցույց տալու նախատեսված քրեական պատասխանատվության մասին և լսում ենք ձեզ այո լսում ենք ձեզ Դեպքը պարզ է, չէ՞, ինչ դեպքի մասին է, ձեզ ինչ արարքին է սա դեպքը։ Նարինե Նիկողոսյանը 15 թվականի տանից հեռացել է գնացել և հետո այդ ժամանակ ոստիկանությունը խախտել է օրենսգիրքի կանոնադրությունը, պետք է սեփական գույքը բաժանել, որ իրանք իրավունք ունեն, իմ տուն ներս մղեին, պետք է դատավորի թույլատրություն և դատարանի որոշում, այդ մեկ։ Խախտել են Հայաստանի օրենսգիրքը այդ կինը տեր եմ ասում, որ ցույց կտալի, որով իրականություն կայնան իար լեպտի պահվածքով, էդի աղոյան հետ կազմակերպված, բերադրել էցած հեռախոսները տարբեր տեղ է, որից ունից հանեն, որ ասեն կամ հայհոյեն, կամ այդ չարանան խաթեն, որի բին գործակ է, քանի որ այդ ժամանակ է տանել իար լեպտի պահվածքի մողոր, կանչի ծնողների, և ոստիկանությունից մարդը, որ կենան, որ ես կեզ որ շխատվել են, որ չեն ծեցել։ Հիմա ասում, իմ տան հողությունը կազմակերպած, կատարել է Էդիկ Ավերյան հետերեք նույնցուց ու կտավել են Քնիչ Նազարյանի մոտ։ Քանի որ Քնիչ Նազարյանը թերի աշխատող ասում, իմ հիվանդ քրոջը ինքը չի քնի, որովհետև եթե քույրը իրավունք ունի ընտրությունների ժամանակ, ընտրի պարոն Փաշինյանի, դրում է քննվել է իրավունք ունի քննվել Բուժ օգնության հոգեբանի կողմից և քննիչ կողմից ու ասենք հանրային իրավաբանի կողմից դատապաշտպանի քննվել, որ քանի որ իրանք էին քննվել, էլի նույն բան կատարվել է, բայց չէ, որ կողմիած ձեռնտու էլ է, ինքական կոմիտեին է և դատախազությանը, որ իրանք ձեռնտու էլ է, այն պահել է, որ իրանք ձեռնտու չեն, որ իմ հիվանդին քննի, որ իմանան հիվանդի ոնց է խաղալի
Նայել Նիկողոսյանը ոնց է այդ հաշմանդամին օգտագործը։ Հաշմանդամին օգտագործը մասնագնահատած ասպետեսը, դա քեզ ինչ ախտեր ոստիկանությունը պարոն Բաղդասարյանի մոտ է, ապրիլի 4-ը, որ ստենա կատարած գործողությունը, որով եք ախտում, քանի որ այդ Կավայանների քուրիկ են անջում, ով եք գնացել, մի քուրս է դրա դաշտը, անասում ոչխարի, մոտուտ 7-8 մետրի տանից ձեռում է, հայր չի է տարասում։ Որ հանգիստյան գործողությունը կատարեն, իտան գործողությունը, որ իմ հաշմանդամների սրունդը տանեն, գումարը տանեն, հետո պատասխանատվություն չկրնեն, ակարան ձերգեր սարք է, չարաստեսին են նայում, ապետետ հայրան կրեն, ծուսում կրեն, սերգեն հանցակործան, որ հանցակործել է հարգելի դատախոս։ Ինքը չի գնա ոստիկանություն, նույն օր ապրիլի 4-ին, պահանջեք իրանցի մատնահետքեր, վերցրեք, և պահանջենք նայել Նիկողոսյանի գտնվելու վայրը։ Ասենք, ձեր դատախազությունը, որ 2022 թվին տվել են գողության վերաբերելի խողովակներ պահող խողովակներ, միպես Հարաճարնում է դեսնելության չի խոսալու փորձենք հարցերի միջոցով, որովհետև դեպի մասին է խոսում։ Նախապատվությունն է ներկայացնում դատարանները։ Դիքիդի դատախազությանը ճշմարտությունը չեր կարասի դա։ Քանի որ հանդիպած ջեր տակին, իրանք են կուղարկում։ Որ են կուղարկում, բաղացար կասում ու կան ամեն ինչը պատերով ապացուցել։ Ընդեր մի տանը, մի սես տալու, հանրապետության դատախազությունից եք հաստատղտեր։ Մեկ եք իրվականի դատախազությունից, որ ինչ եմ ես, ինչի դիմաց եմ բողոքարկ եմ, և թող պատասխանեն, ինչ գործողություն են կատարեն աշխատում։ Որ, կպետի կատարեն, հազու Սերգեյ Պողոյանի տանից գողություն, կոմոստիկանությունը ինտակարաբարվող, պետք է այդ սեփականություն գույքը հաշմանդամներից բարյանում։ Ենքան պաստատող տոպիտը, որ կարող ներկասնենք ձեր դատախազությանը, ասեն, հարգելի դատավոր, հարգում ձեր որոշումը, եթե գտնում եք ես մեղավորում հենց հիմա ձեր պապավ եք, տանում եմ հաշմանդամ թուր, քանի որ ձեր աշխատող քանի Իլի Նազարյանը, թերյաց էր աշխատող, բանը չի դավեր, որ Սերգեյ Պապանյանը հաշմանդամների միացնողների մանից հետո կերատերում ապահոմա, սնունն արմն, հիգենայինը հետևը, չեր ձեզ որ են դակ, չեն մարդասմա չէ, յուղրացիները հա, դատարանը որոշում չկա, որ դատավորը, որ որոշ երակ, որ այդ հաշմանդամները ես է կող, բայց երևն է անկոր գյուղի հասարակությունը, երևն է մի որոշումի չավ չկա, կամ համայքապետարան, 30-48-ի մարդ աշխատող, ես սուտ եմ ասում, բայց նրանց մարդիկ եմ ես սուտ ասել, երկու քրոջը ձեզ են կողել, խի, հանգուչյա քրոջը սեջելիքը, 2 տարի հետո մահուցին, գործողությունը տար կատարվելա 2024 թվին, 31-ին 30-ին, իսկ իլքուրը մահացելա 2024 թվին, հոկտեմբեր 13-ին, հետո իմ ասած ծուսուկների վրա մի բան ամեցում եմ, հարգելի դատավոր, են անգամ որ դատարանը ստեղ ասաբերեն են, էպիլեպսիայով դիվակ։ Դա կայնաբերվել է, գաղկեշիկ, որ թույլ կտած ես տերեխում, օգնություն ձերդ մեկնեն, օգնեն էպիլեպսիա։ Ոստ նույն Նիկողոսյանի հիվանդությունները, դա է ուշտիկ կեղել, պորս, նույն Նիկողոսյանը ոչ թե մենակ ինձ է խապել, կամ ձեզ ոստիկանությանը, իրեք ոստիկանը իմ տանը ապուշ կեղդերին, իավ մամայի հետ, գյումրը ձեկել էին, իմ տուն, ետ իավուսին, որի գելա պոեզի տակա, հեռախոս էին մանգարի, որ հեռախոսով է զանդվատարվում։ Ես չապի հեռախոս է կողում, հարգելի դատով, այդ հեռախոս է սանից անհայտակղասում ես հեռախոս, թե բա մամաս կլարել, բայց մամանի տուն չի խապեցին, ասում, ես զանգել եմ հանրության բարձություն, ասել եմ գործին դիտքնություն ես ստիկ։ Իա, հեց այդ գործում, մի անգամ չիմ զանգել, մի քանի անգամ, ինձ ոստիկանություն եկավ գումրուց, մայս ամիսի, չկա Սերգեյ ջան, թույլտուր մոտան չէ, ոստիկանը, այսօր Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունն է, մարդիկ եկան, հարկեց ինք դեռանա, Վիկտոր Հացիկիրով, ամոթա մարդը որից մատուտ, ինչ պակում, ոստիկանը, թե դատավոր մարդը նման կուտուրական նո։ Այդ ցանկացած մարդը, որին գնալ ջղայնատես հունի չանես, հերերուշն ստան մեր նույնից ամենավերջի լկի բաղրին ասում, ամենավերջի լկի բաղրին, ինչ անի, նա տես սենց անի ասել դիգնատերս իստավ է,
Իմ մաման մարդը դուշ կունել է, հազարան մարդը տերեք ացատակել, հազարան մարդը, գյոնախում էտի կանին ծրող հայում է չերը։ Էր ինչ հոնում տողտ է չունի։ Նստեմ ասեմ եկեք կան, որ այս մորս։ Ես դեմ ասում ես չարմով, ես չըրսին կյանքում գողություն, պլան խաշի, սեկա խաղամի։ Այդ բաները ձայց 8 տարեկանից ես աշխատեք, 8-7 տարեկանից աշխատեք։ Վատես տղամար չկա, որ իմ ասկացած կյանքում ասկիր այդ գայլերի կողմակները բրեն կամել, էլի կայցին են պաշպանում, 10 տարեկան ժամանովս։ Հնի չի ստի բախում, մի խուր ժամից, մի լերդու, փողոցային, թե նստելիս, թե լերդերուց։ Գիտեք ինչ, ես հիվանդ եմ կողում, հիվանդի ժամպերին գնացի, չկայցը, պրդիմ, ստորնի զարկումի չկայցը, տեղը մի կողում, հնի կայլում են հիվանդ ատանում։ Եթե ինքերը դուք ըլի, որ եմ իտեք, մեկ տերա չեք իման, ես հիվանդի ասիկայում ատանի տան, բայց ես չեմ, քան որ կասկի կասիմ կերի, քան որ հիվանդի իմ մի ատանի ծածով է։ Ես է պարտականությունը դերին կոնի վրա, ծնողներ ես մայցի։ Դու ես չոն մարդու, որ կստի կաչք է, շան կստի կատակ է, ես մեղավոր է։ Բան եմ կա, ես խտրում եմ հարմեն կատակում, Քրիստին եմ Խարմանյանը, կա աղ 30 ձայնավորություն, ու Քրիստինը Խարմանյանի երեխեքը, լսել են նայել Նիկողյանի լեկի պահասի թե ինչերով ակոպոտ, գնացին լսիլը ու նարսեն մարդունով է զապիսում է, է զապիս կտիկ կսեմ բանի վրդ եմ, ասում նար է տարտունով է, ես գնում եմ, իմ երախոտ տնալու այդ տղամարդակալին դիով, իմ երախոտ տեսակցում այդ տղամարդակալ ասնով է, ասում բանես ես մարդը ձեր տուն գալուսով, ասում են գանում որ գալուս ինչ եմ ասում են ամոյտ տեղը գրի կոր, անչապասի երեխեք իրան ունել լկրությունը տեն։ Այդում կայրում են զանգում ասում ես հերմստերական հարաբերություն եմ ունեցել, սուգամս եմ իրին սուկցուսում տոր, ես են ասում ես սուկցուսում չեմ տոր, իրանալություն եմ ասում, իմ տան կողությունը կազմակեր պատրակը, էլի կավայանի հետ, նու նայլի կոզ, այդ զապեսներ են կազմակերպած էլի կավյանն արել, որպեսի իմ տան կողությունը կոմարում, որ սակսեգին հունից կհանեք, սեգեն կչարան հայհոյի կամ կխպիկ, արխի գրի կամ ստարքի։ Այո, ասում ես չարում ատում, բայց են դարոտ ես հանապ չի, որ ասեն գիտես ինչ խպի ու լիսակի, այս արդեն գիտե իմ անոց կեկերում չի։ Եթե միկին, զանգում ալենի գրա, շեք ծերի, ասում ես են դիմանում չմարում։ Ժամից եկել եմ ու դեր եք բալետի, եկել ամոր մինյան, հենա։ Պապանյան, մենք ես կտել մարակ է դատը, չեք լսում, ձայնը ձեր ցածր ընդհամիլ, չէ ոչ չավակացանք, ընդհամիլը ձեր երիտը, ձեր ծուսնուկը, ցածր Եթե ես արդեն հոգնեմ, ապելու չեն հոգնել, ես օրվակ ես նանցակին թամամ հարկ չեմ ուտեմ ես, օրվակ ես սոված եմ մրում ես, հիվանդա էլի ես են հիվանդի մագնում հասակ, նորվակ ես անասում իմ գյուղի գործերով զբաղված, 5 հեկտար հողում եմ ծանաս։ Մարդը դրա կանենք ասում սոված ապայես, կցել արախոսի միջի տիտոք գտեք հասակությանը հարցեք ասած, Սերգեյ Պապանյանի տանը ինչ կա, ծուն եմ մորթել ես երկու, ամիշ չկա, 400 կիլո միսա տալի, այդ ծունը։ Մտեք հասարակությանը հարցեք, ոչ խար պարմեն, կող պարմեն, դրա կարասմը հաչեք, իրան գիտեք ինչ մանալուն են տվել, իրավ ոնոց է։ Խեցու կտիկով են մո։ Ամին տվել են, եկան ոստիկանությունը գրանցված, եկան մի հատ երիշ տանը, կովին հավասար։ Այդ էլ տվյաս տարի գրում, հոս կտիկով չի մորգու պտի անթապիս կթեի։ Այն չանի, եկ տան տագին ավներ չկարուկ, ծե պան իրավ ոնոց։ Կովը տարանասյունը տվել է, մամերիշ կովից բրնասյաս տվել է, մամերիշ տվել է, հոսպետի կով չմոյեցին մորդու չէ։ Հերիկ տանը հացատումից ներոշուս տվում։ Էջ որ ժանի չոնը ասում եք եկին գիտեք իրար է, ասին, որ պատմություն է պատմեմ հետերի մոտի, ես ասել ոչ մի բան չունեմ, տղամար մարդ եմ տվել։ Հայատը մեզ բերին եկը խողը է ծերում որ բառը։ Խատտեցի ոչ բառը։ Եթե տղամար կերյասը չոնույը, ծանուվի չիստին է, թուլա տանի է մորը, մատացին ասելու, կուլա տարևին է տղամար, կաբերով այդ տղամար ինքի ասպի։ Տրասյան տերն է, չի որ մեր հայը, թուն էլեք պաշային որ խպնում։
որ դատավորն ասում ենք իմ ծրողներն ասում, պատասխանը ստացել ես մարդ չի սպանել, բայց ես գրեժ չգրել, ես ուտեցել եմ այդ մարդից անջատվել, քանի որ ասում դեր ես յամ զզվներ, զզվներ էնեն ինչ կա, որ եթե եկել է ոստիկանությունը, ինքան քաղաքան նկարել է, ասում ես Եք երեխ խաթեր, այդ երեխ, որ այդ երեխ են մնում, բայց մեր արդին կացրած եմ, որ երեխ են մնում։ Բայց ինքը եթե եք ես կամի տամ, պրոստը դիտեք ես ինքա տանքո, վեր է աստասվում, աստասպենում, ով ինչ հացանում ու ինչ հանում, ես կլինիկական մահին տաղել, տարեմ հետև եք նորից ապրում։ Այդ ամեն երեխ եք ուզ որ մեծացավ, եթե չելավ իմարում է, ինչ պետք է պատասխանի տերեխուն, աստիապոնության, էլեկտրության վիճակով ես ծանում։ Մորդասպան իրանք է, որ կարան առած մարդու ծեցել ու սպանում։ Եթե մարդը իմանալ, երեխեն մեծանա դառնա չափահաս, ու պարզվի երեխեն չի ես այդ երեխուն հարություն է ճանաչել եմ հարություն։ Իմ ամիս նամ հիվանդանոց եմ դեղրայքով իմ հրդենքով պահել այդ սիստեմայտա բուժկույրը դեղեկա, նշանակու դեղեկա բանից, հիվանդանոցի բանից, բժշկուց կանանցի, լրի մորիքան դեղեմ արել, բարեկս պաշում է դերեխեն իմ ուշ, այդ դերեխուն ինք ինչ ա պատասխանել է դերկին, պետ է ասի, հայկույթս բայել է, ես ինք հետո այդ եմ ասի, լավ մարդում լավ բան եմ ասում, ասում լավ ջի գարին օգտը, բայց ջիրեք տարիքը, Ես բախելու ոչ մի բան չունեմ, և ինչ բջիր կայասեք, այդ բջիրը, իմ տան գողությունը ես չպտի թողան պահում։ 100% իմ հայտնադաններն ես կտար։ Կամ է, եթե քուրը իրան քունիտրությանը մասնակցի, հոգեբանի, օգնությանը իրան քունի քննեմ։ Բերի նավարան միջասմա, ասում ինչի չես խաբարել գործիթա բանավոր չեր նստասիտ ենք, այնց հեշտան նստասիտ։ Այդ առում է սանը ծավ։ Հոստիակում բաց չի մերկում։ Լենին ասել ունի կազմակերպած մարդը, հավասարը, հազարավոր մարդուց։ Էսի բոլորս ներքիշտ է։ Ես ճիշտ է դիպլոմը չունեմ ես գրավելություն արդեն, և ես վարմաշկես է չի արդեն աղթել, աշպիներ մարևոր, գրածը կարդալ։ Մարդանց բախացնելով, խոշտանկելով, ու արդ չի գուցում։ Ես նա ոչ բախացել է, եթե բախացնել ու հարցել է, ես կեքամ ոստիկանություն, ապետ ճիշտ է գնալ։ Ասեմ եք այդ ոստիկան բաչի, մեկը ծնող թորը կան չկա, որ իմ տունը ազատ է, բոքում է տունը փողոցայմանում, բանա, մանավաճարանոց է, որ եկ ուզենա գնա, եկ ուզենա գակամ ես տետի պովերի դա, որ նոր տետի պովնի։ Ինք իան հարվոքինը, իան հարվոքինը, որ գնում է եկ չկոր։ Եթե ինչ-որ ուներ մաղպարդա, ուներ նորմալ տավյալներ, եթե նորմալ տավյալներ չունես, ասում ունես։ Այդ եկեղեցին ես բերի, ինքը իրան չունի, դաժեր մտնի եկեղեցի մոբալի անում։ Ասուարել եմ, ես ինչ պատիժա քաշելու, խաբաչ։ Են բայ մարդու որուշի դադած հասկալուտը, գարդինքը, պետի մարդ ինքը կրդնի, որ նոր դիմացինի աշխատակը գնհատ։ Եթե մարդը ինքը չի կրդնում, գողանում է ամիստավորուտը, ուր չի կրդիկ է չվատը, որ կյանքը միտը, ինքը գնհատ, թեզ բանչկո, մի գողր ասած է, որ կյանքը մասի ես գողր, մի սեկ ես ասած է, որ ես սեքիս է, կամ տալան քաշուր, որ, մենք չեմ, ադյանը բրում ես, չես կարող ապացուցել, հմերնարդ գողացել է տար, ոչ ապացել, իվրոց են ձայնավորությունը սարդ է, սուտ, արգերի դատավոր, պանաշիրը, որ ասեք սերգեր հումից կանես, սերգերի աչապերից դուս գասամանից, ու մորդ ուրիս արկada, աղատեք իշով կազմակերպած այլ է, կազմակերպած, հետի կավորյանի, ասմատան էր մյուս բանից, կնշեն, որ տարն է սենյակները, մասն ես գրել ես բան, հեռախոսներ, հրում է դա մի հեռախոսով չի է։ Դա կազմակերպած, կամ ասեք մարդի 19 վերիշկացյան բան է տեղ։ Արտանագություն ասենք, չեք պատա ես, միչո, կամ 10 կորում մաշու չո։ Երախու ոսկորը ջարդաց, այդ երախու ջարդաց ոսկոր չկա, ասեմ դες, ես եմ երախու տարել, կարվա թողել, երախու ճանքի տրեց, անդելա, թողել որ ինչ որ մի բանում է, թեկուս ինձանից չեք չներ,
երեխեն մնա սրկություն, ոչ մի մարդ, եթե սրկություն հարգը, թեկուզ ինձանից եկրել, ընգատին պտի, եթե մարդուն պտի օգնի ոստիկային։ Իմ վերև ես աստվածում, իմ պայաստված իմ հետա, ես ոչ մի բանից բախելու չունեմ, մեր եմ ասում, դուք էլ իմացիք։ Ես կլինկական մահեմ տայ, ոնց շուն սպանով էր, որ դա սպանեի, կնել դրդստեի ես։ Ինձ է թորմուսները ինձ է տակշտի չէի, ես շուն սպանով չեմ, կամ էլակտի։ Այդ թորմերի ճամպին կա, վերև ասպացվա, դանց առաջ ասպաց խելոք կա, հիրիք հայաստան միսլում արմենավաճար կա, կավաց որ սպանենք։ Միսլում փողոցային, ես վերջացրին ներմեջ, Հարցերի միջոցով փորձենք շարունակել, եթե իրականացություն կարգի պատասխանելու, քանի որ գարալարի կոմունիկացիա ապացույցն է, որ պիտի ուստի առաջին հազարատարում կդրական Շնորհակալություն ապօրինական այդ Պապանյանին։ Այդ որ նշում եք գողությունը կատարվել ձեր տանից։ Երբ կատարվել։ Ենթադրյալ գողությունը։ Այդ գողությունը Հստակ միայն ամիս օր է։ ամիս օր ասեմ, հարգի ես ճիշտ է, սրից ենք ամ, այդ գողությունը հանթատ ինտանեցին խարել է, հանթատ այլ է, իսկ է պիա գնալուրը։ Ինքը կազմակերպված, ես էլ եմ ասում, մեդիկալորն ես գործումով, որ եկել աստեղ ցուսում կատարել, կամ բրեսու ցուսում, հապ կազմակերպված, որ ես հետո գնացել եմ ոստիկանություն, ես եկել եմ, ինքիշն ակ ճիշտ եկա, քրուսացի, բա, սուսանք ապա ես երեխեն նոյեն են ուղ են, թույ ով տու եկավ այդ աղտուն են, Շերեն ես տեչ, ես գնաչանասունի կուշտից խապես ոգեցուտեղ, եկել եմ տեր, որ պատմանիցև միսի չկա, խմիշտ չկա։ Ամիսը ով է հիշում եք։ Ապելի 4-ը, 2022 թվի ապելի 4-ի, 4 տանից 4 տու։ Շեկո։ Դուք հարցերս եք մի շարունակել, ձիլար պատասխանեցիք, նատվանից, հիմա հաջող հարցը։ Այդ իմ կողմից ապացույց էր հրապարակվել բժշկական կենտրոնից տրամադրված համաձայն որի ձեր երեխային տարելան հիվանդանոց կոտրված ոտքի ախտորոշման կենտրոնի համապատասխան։ Դա սուտ է։ Հիվանդանոց Ապանյան հարցը լսեք մինչև վերջ մյուս անգամ չեմ դատել։ Այդ բժշկական փաստաթուղթը իմ կողմից հրապարակվեց, որ համապատասխան բժշկական կենտրոնում ձեր երեխան անցել է հետազոտությունը ռենտգեն հետազոտության մասին է խոսքը։ Պետք է սուտ է։ Լսեք հարցը մի րոպե, ուղղա չէ, լսեք որ պատասխան է։ Այդ ձեր երեխայի հետ կապված միջոցները որ ընկել են երկև տանը, երբ է դեր ունեցել, հիշում եք։ Մոդի 30-ին, երեխան ունի կիա ձերնի ասատին անգել, այդ իարդի պահելու որը, մարդի 30-ին, են կողմից, եկերանի կարելա, այդ քարերի վրա, այդ դերը նշել ասում, ուկրանյայի կարելուտի բաներ, հերոստացություն, այդ դեղ այնքել։ Տեսեք, ես նորից եմ հրապարակում 2022 թվականի հունվարի 35-ին հունվար ամսին, հունվարի 35-ին, գիշերը ժամը 01:20-ին ծնողների ուղեկցությամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Ազնիվ Պապանյան, ում մոտ ախտորոշվել է աջ ստորին վերջույթի վնասված։ Երեխան ընկել է։ Այդ հունվարի 35-ին հիշում եք ինչ դեպք եղել։ Ասում, հարգելի երեխան ոտելով էր, տարանք Ստեփանավան ասի չավատել է։ Հետո տարեք բանաձոր երեխուն։ Ճիշտ է, հետո բանաձոր, եթե նշմար չի, որ բանաձորն է տարան։ Բայց կոտրված չի, եթե կոտրված կանեն, դա ակի դիպսի է։ Նորից նշվեց հարցականով, հրապարակման ժամանակից հարցականով, այդ նախնական ախտորոշում։ Այդ օրը վիճաբանություն ունեցել եք ձեր։ Ոչ մի վիճաբանություն չեղել, հարգելի դատախազ։ Եթե մեզ երեխում ինքն դերալ որպես իշտ է, բոտով չի է, երեխա խաղաներում բոտով լորվելով։ Ում հետ եք գնացել դուք բժշկական կենտրոն այդը։ Տարնենք, ես չեմ զանգել, ասում ինքն զանգել է Կավոյանը, որ Կավոյանը եկել եմ դու։ Ես նա զանգել չեմ, եկել ասել մեզ ունեն տասկանչեմ, թե բայց Կավոյանը զանգել թողո։ Դեղ կա Կավոյանն է ասում, որ ես եմ եկել։ Տարին Ստեփանոն երեխում նորից տարել կիրովով։ Ասիկանում թող ռենգերանը տենամ երեխու ոտքը նորմալա թե ոչ։ Ռենգերանը որ ջարդված չկա։
Եթե ջարդված կլեք, դերից բժիշկը, կիրովական։ Այ ինչ պայմաններում է երեխան գել։ Երեխան չգիտեմ խոմաներ, ինչ աներ, դիվանի գրին նստած, ես էլ մի կողը թախտի գրին պարտած, բանում արեի, հրստացած։ Նայեցի բախ, երեխան գորոտը սինքերով, սարը ջուրմուր, բան երեխը ոտին, բանանում, որ ասեմ միջև ցավով եք իշ հետևանը, որ տանի բժիշկի։ Այ մեկ էթիկալոյան հարցակնեցինք, նաև դժողից ուսումքով, հաղորդումով, դուք երեխայի վայրենքներու վնասված ստանալու համար մեղադրել եք ու վիճաբանել եք ձեր նախին կնոջ հետ։ Չէ, վեճ չէ, հետո ես վեր պալը երեխուն եք տալը, իրանել եք տալը ընդեղ, Դիվանդանություն գնացել, տալել բժիշկին իրանել, ընդեղ են գելել չէ, իրովականը միտեղ երեխու ոտոնարել, ասեն եմ սավատել, ոչ բան չուր։ Ասում, ես ինչ որյանք լավ կազմակերպած, ինչ որ ներկայացրել են, ներկայացրել են ասում, թե են ներկայացրել, հիմքն ասում, եթե գործին հիմք չկա, ու վերջին չկա։ Ես մարդիկ ներկայացրել են, ասում, թե սրգիր կանաց գրեն, սարքեն, ու դատախազությունը, դատավորը կհիմնավորվեն ես կեղծիքների վրա։ Բայց հիմնակում, պետք է բացի էթիկալոյանով, ընտանը որպես իրական չի։ Ես էլ ասում լիսել ակին, էթիկալոյանով։ Կամ եմ, դասի գործատում։ Որտեղում տան, մեր մարդիկ գործ են աղում։ Կարամ փողով։ Մրիչև է կողմից նշանակվի։ Լավ, հիմա մյուս հարցը լսեք։ Ձեր ձեր նախին կնոջ միջև վիճաբանությունների պատճառակում։ Խոսքը ավելի 4-ի վիճաբանության, վերջի վիճաբանության մասին չէ, նախկինում։ Նախկինում։ Այսինքն դու բացի ավելի 4-ից, նախկինում կենցաղային վիճակ ունեցել եք, թե Շո, ընտանը եկել այն կան են կասնամունդը, ժողորդյալ, ձեր ցավը։ այսինքն հաջորդ հարցը, այսինքն ավելի 4-ին Մեր տանը վեճ հարցը լսեք պապային, այսինքն ավելի 4-ին բացահայտեցիք, վերջինիս ոչ բարոյական արժեքներ ունենալը, ձեր ներքին թշնամակը, որ ուտակվել է, այդ միայն այդ օրն է բացահայտել, թե նախկինում նախապատմություն է Ասեմ, ունեցել։ ես արգելի դատախազ։ Այդ մարդ հաշկիցան ասել ես գնալ, Ինչ պատճառով գործեցել գնել։ Չէ ասել, պատճառը չէ ասել։ Ուղղակի ասում եմ ուզում Ո, եմ։ ես գնալ եմ, ես էլ ոչ մի բան չէի արել, կամ ասել փուք գործնում։ Ես ոչ չիզաստավտով բերել եմ, ու Իսկ չիզաստավտով։ ձեզ չէր հետաքրքրում ինչ է ուզում գնել։ Էսի կերչում եմ, ինձ հետաքրքիր է վերջմանություն։ Ես մարդ ոչ ինչ չէ։ Ես ուզեի արդյոք դենե գա, ոչ մախմիր։ Ես բերել կներեք, կեղտին դերով բերել, դուք իմ բեկալ եք տալեք։ Եկա ես յանց տուն չեմ մտել։ Այդ որ ասում եք կերտ են բերել, երբ վանից բացահայտեցիք, որ կերտ եք բերել։ Ասում, ժողտ մնիչյանները կամակարեց, այդ աղջկավան ես կներեք վաստին է դարնում, գողինք միջի չեք եմես, խոլին եք, մետերև խաթել բերներն։ Որ անգողում չեք քնել, ինչն է եղել պատճառը երբ Պատճառիա փետրիչյուրիալը բարերը ասել։ Այ ինչու՞ն է դրսևորվում այդ լեգտի բարերը։ Ինչի պատճառով Ես ասում եմ, միջին ինչ կա։ Ես տանը ամուսատանը չեմ եղել, կարող անհնարավորություն ես ժամի 5-ի գրացել եմ դիված 11-ին եկի։ Լավ 11-ին որ եկել եք շփվել եք նորմալ է բացել արաբը։ Եկել եմ դեր ամաները կերած, խմած, դաստա, դաժե փիներ այդ տանելը, եկել եմ դեր խոզի խագիլարը կեաս չապացա։ Ջղայնացել եք իրա վրա այդ ժամանակ։ Հա ինչ կտրացել, եկել եմ ես հիմա ջուր տքացել, տիգիցինիկու։ Եկել եմ լոխացել։ Պարկե քնել ռաբոդը, հանգել եմ տանը 25 երեսնազը դրանք։ Դժգոհություն արտահայտել եք այդ վիճակի։ Ոչ դեմ չստի։ Ոչ բովական։ Այ ինչ եք ասել, ինչու՞։ Ասել եմ ես կերտել մաֆիան ու ես մուսը։ Այ ինչ եք ասում։ Մյուրս մուսը լոքի բերանես ատում ասակի։ Բա դուք ինչ ասեցիք։ Ճիշտ է։ Ասյալուս էստի տանը կարասեն բերեք։ Ես նենց էլ ասեցիք։ Այդ եք ասել, բաբանին։ Դե բարգացել եք ինչով։ Իմ բարգանում է, գիտես ու ասում եմ ծնողների կանչ իմ տանից մաքրվի։ Նա ստիպում էր, որ ես նրան խփեմ, որ վրից քրեական գործ անցվի, ես էլ դա ապուշ չեմ։ Իմ ձեռի ուդար ասեմ իմանակ, մի տոն քաշում։ Այ Ես նախիտ էի խփի, որ իմ վրա մնալ մի հատ դից, որ ասեցեք եմ խոթել, պատի, տանեցեք է տանին խոթել, չէ, իա ուզած էի, որ ասեք եմ իա խոթել, ես ասում եմ կող որ ինքը որ ասում կամի որ տողիա բնացել, նորա, եկել Ստեփանոն ոստիկանությունը ներկայացել, կող որ ես իրականներն են իա խոթել, ես էլ եմ ինքնավորում,
դեմորի կազմակապտած էլ կարող է դիկավորյան նախատելներից։ Ես էլ եմ ոս։ Դուք կապտած տեսել եք իրար։ Չեմ չեմ, բայց էլի կողմերը որ եղեց։ Էդի գարվարից դուք տեղամիջոց ուզել եք կապտել։ Չէ, մոքսում, չեմ ուզում դառնում ապուշը բանալ բժշկի։ Եզրակացում երախումա դեղեն օրն։ Երախու չէ, ձեր կնոջը Էդի Գավորյանից ուսմունքի համաձայն դուք զանգել եք Էդի Գավորյանին եւ կապտուկների համար տեղ եք ուզել, որովհետեւ ձեր հարց են տալիս։ Եղել է նման բան։ Չէ, հարգելի դատա։ Հաստատում եք թե երկում եք։ Որ ես ասում ես բան չի։ Քեզ բան չէ, ռուսիան զանգ է։ Պետք է առավոտ գիտեք ինչ ունի։ Տղամարդը պետք է այնքան ապուշ, իհարկե զանգ միակ տղամարդի ասի տնից մոդել, աշխին կատաստում է, դրն աշխին կատաստում է, այս կապտուկ չի վերասում, նա աշխին կատաստում է բորբոկման կամ աշխին մասկակսում է, որ թարախային պրոքսեր չբրնի, մենք լսեցինք ձայնագրությունը, ձեր մասնակցությամբ տեսած ձայնագրման իրականացված, որ զննեց քննիջը, այդտեղ մենք ականատեսել ենք բազմաթիվ սպառնալիքների, սեռական բնույթի հայհոյանքների, նաև հարցը լսեք, Պապանյան ասեցին մի տատեք, որպեսզի հարցը կարողանաք ամբողջովին պատասխանել։ Այդտեղ մենք սպառնալիքներ լսեցինք, հայհոյանքներ լսեցինք, նաև դուք ևս լսեցիք ու ասեցիք, որ ինչ լսվում է ես եմ, ճիշտ եմ արել, ճիշտ եմ ասել։ Այդ սպառնալիքների եւ այդ հայհոյանքների հետ կապված ինչ կասեք, ո՞նց կմեկնաբանեք։ Ինչ տղամարդեր, պետք է առնվազն էշել է, իշ, որ դրա առաջին չհայհոյեր ամենաբերդի բարիներու լեսկերին պարքինք կրծա։ Նա ինձ տղեք մի բան ու չի մետան հարցը վերջած է, հարգին դատախոս։ Նա չաշված գերգատի բարին հաշվանդան քուրերին ինչ ասվիր։ Ես երկում եմ Ձերքինը առաջին անգամ էր ձեզ հայհոյում են ձայնագրության մեջ, թե դա ձայնագրությունից բացի Մնչև է ձայնագրությունը հարգելի դատախազ, ինքը մի անգամ գնացել է, էլի մեր տանը վիճաբանություն եկել է, ոստիկանությունը ներդում, ես թույլ եմ տվել, մտնել են ասում մաքրի, գլխին կարուսակ կամ հայհոյում, ասում չէ։ Էլի եղել է բացի։ Էլի հիմա քրոշեց Այդ դուք ելի նույն ձեր վիճաբանել եք, ելի սպառնալիքներ եք հնչեցել եք։ Չէ, սպառնալիք չէ, ներդրեցել Ասել եք, ապրես ու վсё։ Ասել եմ ոստիկանությունը գա տանի, գնացել է մեր երկրորդ անգամ որ ես յան գնացի բերի, հարգելի դատախազ։ Ինքը զանգեց թե բայց ինձ վնաս կտա։ Ասի վերջի բառին ինչ ասի, թե բա դու քրոջ սենց անես բերամ, ես նատել եմ անջում։ Հարևանի մեքենան եմ դրնել, գազել, ես իան շայա չեմ մտել։ Գնացել եմ կայել եմ, գազել եմ, բարձել եմ նորոց, կա ինչ-որ տարել եմ իան։ Տուն չեմ մտել։ Երեղ խաթեր բերկալով վնասավորսել բաներն ասում է, կարող այրախոնել վնաս տալ։ Առաջ անգամ չի լինի լրտի պահված։ Այդ որ ինքը իրեն լրտի էր պահում, դուք ինչպես էիք արձագանքում։ Ինչ է ասյա, մետան անդադ բեջեր, ետես դու։ Այ ես ինչ որ մենք լսեցինք, շատ է դրսևորվել ձեր մեջ։ Չէ, անդադ չի եղել, ասում անդադ է բեջ եղելա չէ։ Ինչ որ հետևի կավորյան եկավ ներտուն սկսեց գնալ, գալա, մետան բեջ ավելի շիտացը, հարգելի դատախազ, ասում։ Ինչու՞ն է դրսևորվում, ինչի շուրջ է։ Ես կայր մարդու հրախոսը սա որը պարակ չի եսկում, սա որը հրախոսն անգաչի։ Այստեղ խոսքի մեջ նշեցիք նաև բենզին եք լցրել գլխում, ուզեցել եք վառել։ Այո, հորը, իսկ մենք պես դրամա։ Հորը։ Հորը, դարանը ծավալ չի, մեկ ու տարի առ, զայ բեքր չի, խմեց մեկ անը հացը կերավ, ինձ ասավ ես կու մերը սեքս անեմ, ես եմ բակոն բերում դրակել, դուքին ուսի ուր, բարգոսում։ Ինչի չվարեցի։ Ինչի չվարեցի, որ մեկ է մտածեցի, որ միանասուն է խատերեսի Հասկանալի է։ Այդ մտածեցի, որ այդ մարդը եթե մի բան ասեն, եթե ի աղջկը, հորից պետք է սովորել, կին է կարդել տան այդ օրոգոր, պետինը հորգուրից թորի զանքաշկում, դրա աղպեները, սեզ նստած է դրել, մեկինով մեկրել, կոսուկներստեղը նախասպերել, նորմալ ձերգով, հոչ դրի, այդ մարդը կյանը չիրև հարցնալ, ուզեք բան խոսամ, իսի ապայց ծալով, սեզ դուրամի խոսում։ Դե տղամարդ կուլա տալի, էդար բանի, թող կուտա ես կուտալ կչունը,
Եթե նստիկ պետք ճշմարտության մոտ նստի։ Նաև այս տեսաձայնը գրման մեջ լսվում է, որ սպառում եք, որ եթե չգնաք մորտեք։ Դա մորտերի։ Եթե գնալ մորտերի։ Ես ո՞ս մորտով է։ Հարցում եմ հարցն տալիս։ Բացեցնել իրեն ստիպելներ, որ բնակարանը դեկից էր։ Որ նիստամի դուս կամելի չավ, ես հետորը մնի չավ ջեր չավը տորը, մեզ մորտով մարդը, գործողություն կատարող գրմաղոսիկանություն, հա, ընտեղ կա քրիական օպերատիվ ծառայություն կա, պարոն Խաչատրյանի կենանչումով, պարոն Բաղրամյանի կենանչումով։ Տեսեք, ձեր նպատակը ձեր կնոջից ազատվելն է։ Արեք նպատակ Գլորյանից ես ազատում։ Հիմա որպեսզի հստակ ու ավելի հակիշ ոչ ժամանակներ խնդրանք, հա մենք։ Ձեր նպատակը ձեր կնոջից ազատվելն էր։ Այո։ Այդ եղել եք ոստիկանությունում։ Ոստիկանությունը բարձրացրեք այդ հարցը, որ ես ուզում եմ ազատվեմ այս կնոջից բաժանվեմ կամ չի բաժանվում։ Ոստիկանությունը գիտես մեջի տալը էլի դեպի բարեր ասել, հարգելի տատով, բայց էլի դեպի բարեր օգտագործե, այդ տղամարդի այ մոտորեսը դեպի բարեր օգտագործում ստամո, նույն ձևը դեպի նույն ձև, պրոստը ինձանից արեյան չէ, բայց էլի միջերը մանա դրսել է, հիմա քուրես ինչ ասես ասում։ Այսինքն այդ ձեր սպառնալիքները, խոսքերը, որ հնչեցել եք, ձեր նպատակներն եղել, որ ձեր տանից իրան… Դուս տանից հեռանա, ես բոլորս վերի չունի, ես դարձել չավ մարդ եմ, ես տանից գնում էի, կարսետները, հորը ասում էի, ասում եմ, հայանքով, ասել ես լուս է թատումը, բերաներսել եմ ողր։ Ասել կե, Ռոնում մեր շխամար, տավուր պտի կուլտա, հայ-չայոյի, ռում պտի տղամարտներ էշ։ Լավ, այ որ տղամարտը պտի չայ կուլ տա, այսինքն ձեր խոսքերն են մեջ վերում։ Այսինքն այդ կուլ չտալը ինչու՞ն է տեսել, որ միայն հայրախառը սպառնալիքները բարձրանքի, թե հարվածները հասցնել։ Չէ, հավատ չէր է, բարգելի դատավաց, ես միան հայվերը մասն իմ տունը ազատի գնայի զզվն եմ, իմ տամից դուս արի զզվն եմ։ Ես, այդ գործել եք վերջինիցս ձերը բռնեք, վերջինս կամքին հարը։ Չէ, ձերն է չէ բրնի, ասել եմ, որ կանչի, երկուատել ոստիկան թող կամ, տենան, որ ես տետ ոչ կապել էր, ոչ բրիտ կապտուկ կա, եթե ինքը կարն է, հարգելի դատապաս, 140 կիլոմետր մեքենա, տաքսի, բրնի գնալ։ Յուրաքարավից, Ստեփանավան 9 կիլոմետր, ոստիկանությունը։ Եվ կարել չէ գնամ դեր, կամ Ստեփանավան չմը։ Ես Ստեփան, կարել Ստեփան Վանաձորի, Բորչակոց, դու պոյտը հաղորդում էր տա Վանաձորի։ Մի հատ Վանաձորի քրիական օպերատիվ ծառայությունը կտանել իան, դատաբժշկական հետազոտում։ Դերին հետը ինչ ապոց։ Այդ մարդը կազմակերպ ինձ ստիպել են, որ դե զապիս անեն, ինձ ունից անեն։ Զապիսի օրը որն է։ Խոբով։ Ինչ գիտեք, որ ստիպել են կամ դորը։ Ասեք, ես զապիս էինք դստեղ խոստարը ողտասով էր գոսով, մի քանի սենյակով դրել։ Ճիշտ է բանում։ Չիրոն, դեղ զապիսի միջին է, կավոր, եկավ ողտար բրտեղ դրելա, որ ինձ ունից հանգի։ Այսինքն դուք օրը հստակ չեք հիշում։ Չէ։ Այսինքն վիճաբանությունները ինքան են եղել, որ դուք չեք կարող հստակ հիշել, որն է վիճաբանությունը։ Չէ, շնորհավոր դրելա կամ զապիս արել կամ էսի մի չար դա կազմակերպած այլ էլի կավորյանի, երբ կողմետ եմ ձեր հեռախոսներել է։ Չակում չեռախոս, այս կան։ Ենթադրենք կազմակերպված Էցիկ Աբոյանի հեռախոսներ, ենթադրենք ձեր կնոջ մոտ Էցիկ Աբոյանի հեռախոսներ։ Դուք կարողանում եք մտաբերել կոնկրետ որ վիճաբանությունն է, թե ոչ։ Միայն այո կամ ոչ, եթե Վեկը շատ էլ ասում, որ նետը լիալեկտի պահվածքի խատի, կեղտոտության խատի ոչ թե ձեր ջարդել է, ասել եմ մատ ես մուսը, դա շտեք իգասում, ասել են եկելա, ոստիկանություն եկելա, այդ կեղտերը նկարելա, ոստիկանությունը կա արձանագրություն կա կազմված, նկարը հանում կա արանը։ Այդ շատ վեճերի ժամանակ, որ վիճաբանում եք դուժողի հետ, դուք ինքը նորից նույն պահվածն է դրսել որել, այսինքն նույն հայրախառը դատախազում բան ասեն, այդ բերանի բարերը, վայդ են, որ ինքը դրսեք ասեք Սերգեյ դու գնա, ավել լավա լսեք սարակի պահված։ Հարցը հետևյալն է, այսինքն վերջինս նաև ձեր Միա պահված կեներ, որը կարելի ասել են փողոցը ուշուստուղ կանայի, որ կան է չինչ։ Այսինքն նայեք ինչ է ստացվում, դուք վիճաբանել եք մի շարք դրվագներ, հա մի քանի անգամ, մի ծավել,
Եվ նրանցից մի օր ձեզ ձայնագրել են։ Հարցը լսի, այսինքն դուք ունեք արերևույթ, դուք հայտնում եք, որ շատ են եղել վեճերը, չեք կարողանում մտաբերել, որոնն են ձեզ ձայնագրել։ Նաև ասում եք, որ նույն ձև եք դրսևորել եւ դուժողի վարկագիծը եւ ձեր պատասխանը, բայց առանց հարվածների նշեցիք։ Ոնց է ստացվում, որ պետք է ձեզ սադրեին, բոլոր դուք այդ վարկագիծը դրսևորել։ Այսինքն ձեր ասելով ստացվում է, որ միշտ եղել է վիճաբանություն, ձեր նախնիկին իրեն լավ չի դրսևորել։ Վիճաբանությունը հավելի է։ Իա մայրը։ Գիծ միասնին, գիծ։ Աղջիկ ինքը գալիս է, կամ սկոլակ է ստովատինը, ես կարակ մտեք, հարցնեք։ Կալմինա որա գնացել եմ 1000-1200 հատուկ բարձր, անդարան դրենք, որ պետականոր դուրս պետերգերում, հրավը դրուժմ են ձերս գնացել ժամ 5-ի, հիվա 11-ին եկել, հետո 15-20 հազար գնան փողանարը, բերեն են տուն երեխատել են, երեխումը սնուդ արել, ինչ-որ խանութից պետնաբան, ապան պերցա փողն, եկել են տեր ճաշկեր, մեր վերջը բաղվածել է դա, տասեմ լավ բայում փողով է, իմ աշկատած կայտն, ու հայոյան կերել է լասվել, բասել եմ իմ աշկատած փողով է, իմ նուժերի մի աման ճաշկ եկել, որ կամ գոնալ ձերասի ոտը զվան պարկեն բերին եմ շետում։ Եմ դեպա գնացեք դուրա կարակ է հարատը, մի կերդ ես, դուղատուտես մարդ է, չեք պարկեր ասեմ։ 60 թավի ու 40 թավի ուտեմ կող, հենց ումի, հետ իման քրոջս հետ իմա, մեր պատկով կա, ոչ կար կա, հաղ կա 50 հատ, 5 հեկտար հող են մշակի, իա բախնել են մշակի, են արասիկ ես ես նմիշի ғայդի գնաշկատեի գայստոված բերինի, բայց տանը բեշտեր է, անգախ ինքանչ որ ես միասին բերք եմ պրովատան որ բերք չի։ Եկեմ եմ կալմինոյից, խոդյում բանում եկի դովի կորա, դարի բոտի ջուր չի է դրած կամ դերներ է զվանան որ զվանում։ Եկել եմ տեմ քուրը ջոկ պարկած, իա երախանցել, ինքը տարած իմ պարկած, համել եմ նեմի օրել է տանում շոպել են բերեմ հարցնի, օրել է 25 հազար, 28 հազար, 30 հազար, բերեմ տանը փողտա, ասել եմ տանում այրակա, սնուն դարտանում գողիքի իրակա, ոչ մի բան, իա կեղտոր գողիքը, ոստիկանություն է կան, դրին է կալեցի։ Շատ լավ, հիմա պարմեն ներս մի հարց, որ անգոպագերեն կամ էր ծուսմունքը ձեր, այսինքն մենք կարող ենք արձանագրել այն վիճաբանությունը, որ մենք լսեցինք ձայնագրել, եղել է բազմաթիվ անգամներ նմանատիպ վիճաբանություններ ձեր մեջ, որի պատճառ ագունքը, որ առաջացել է, եղել է նաև ձեր կնոջ ոչ բարոյական, այսինքն ձեզ հավելելը եւ ոչ պատշաճ վարկագիծ դրսևորելը։ Այո, հարգելի դեպքում։ Այսքան։ Վերջինը։ Պաշտպանահարցերուին դժմեն բանը։ Վերջինը, որ Իսյանից ամուսնալուծվելուն հացավորում է ոստիկանությունը ունի, էլ մի բառը չի մենակ հետերել։ Դուրս եկավ ասի գետի կերի մտնամ, ասի դա ինչ բառ ես ասում, ասի ինձ հրահարում ես, ուրիշ բառ է ավելի, ընդեղը ցել էլ եմ ասում, բարձում ասի հարևանություն են նալեսից։ Դարը իա, պահված գրա։ Պրոստը մարդիկ հարևանություն չցանկացան, գան, երկարան բան, չեր ուզում սենց բացայք երևով։ Ես բարեբանություն ասում նա, որ նա եկեղեց մոմբարը, որ դու դանից պարծել ես։ Նա մարդին ինքան բանի հարցնի ալ մարդուն, 15 տարեկան տղողն է։ Երեք են 4 տարեկան 6 աստիկաններ, որ բերեն դու։ Գնացիք է տելեֆոն հարցնեք, ասեք է տելեֆոն, պապա, բաղա, դիտի ինչ է։ Ասիկ ինչ ես թույլ տալի, որ Լենինգրադի ձանգի տելեֆոն մի ախոր է չրպի։ Թե բաղ հերես չի թողում, մայրես չի թողում, շերն եմ ձանք տալի, ջան կամ շերվատ ասում էիքին, իրեքին, ես եղում տալի Լենինգրադ աշխատանքին էիքին, ես ամիսը ռուսական 13,000 դրամի ժամանակ, ամիսը 20,000 ռուսական փողը արել, Սարոնցել եմ, Լոմոնոսով եղել եմ, Լենինգրադ եղել եմ, Սամար եղել եմ, Սարատով եղել եմ, տեսնեղ չի եմ, որ ես վերջ գնամ աշխատել եմ, գնացել եմ դետել, աշխատել եմ, Մալյարդի գործել, ինչ գործ պատայել ես, քշել են դարի աշխատել են, որ գումար ես 10 տարի մի կնոջ հետ ապել մարմերի դատավոր, երեխա չունեց։ Ամբողջ աշխատած գումարը ստաբել են դեղի բժիշկի փող, որ ես նա տելեխոնում, ես երեխան եմ ծնվել, ես մար փող չկեր դա գանում գրքի խաղալով, ինքն ամիս պայքարել եմ, սիստեմա որ երեխան ծնվի, ինքը ուներ ներվայի խնդիր ճիշտ եք ասում, Ստեփանյանն է պարկել բուժվել այդ փողով։ Աշոս կեն տալ, որ բուժվել է, որ երեխան ծնվել, թե չեք ուներ ներվայի խնդիր, ստեղ բժիշկն գեն են, այդ ցոլակոշում կատողով բուժում,
Են մարդուն զանգել եմ ասում, ախպեր, սպրակապին կբրժության տասել, լեսբիք ասնա, պրիստուպի տակա, ինչ և, բարոն բրիշն է, դիագանություն եմ բինոսում, դիագանը բերվող, մի կամել սիստեմ ասում։ Հայաստանի 30% ծերերի եղրմանի, պտիրում է 50% տղամատիկ գարիմ դատվի։ Նա հարցել, ծեր եկանի, հարցել, գողությունը ինչ արգողացվի ձեր տանից։ Ասեմ, ծուր է մոտ վիս է եկալ է մի համարը մի 40 կիլո ծավալից 50 կիլո դու ես մոտում մտին ֆանատենիկում որ մոտում պատարել, ինչ կամիսի կատից վերում։ Մենք եկանք իմասից բաստում ադելուց, հետո ֆանատենիկ դերին, ասում, ինքիշնա, բանին մայսի 20-ն երախտստանունդեր, ասում երախտստանունդեր կամիկ, թողմենում, եապրան ոչ կարաբանամի ժունենք։ Այդ միստ է գողացել, կարտոշք է հանել, բանկի արավը գողացել են ենվինից է գինի է տարել, այդ էլ ես ասում եմ, մի երկով լիտր քաշել է, մարդիկ քաշում են, դեպ ես սանատորյան գիրեք հետո պարը։ Տալը սերտ սասում է, լիտր 3000 դրամ, 4000 դրամ ընդեղ։ Գինյա, բանալերի մտեղ ծախում է, որ մարդիկ ասում է, հմիշ կարում։ Տնական մրկից քաշած խմիշի։ 20 լիտր է արավն էին բանալի, գինի, արավ, սաղ, այդ մարդիկ, կարտոշկի։ Լեցել ես մեծածը չգիտեմ, մի դու որ ասում մի թուղթը դնում ես մի տեղ հաստատուղթը, չգիտես որ դնում ես հաստատուղթը։ Քանի կիլո, միս քանի կիլո կարտոշկա, քանի լիտր գինի է։ Այդ դերնան է, տվերը ծույմքի միջի, տվերում այդ մարդիկ էդան տարել, փողը գումար ես։ Ինչքան գումարի ապրանք տարածից, օբշի։ Գումարը մի անգամ… Չէ, գումարի չէ, ինչքան գումարի ապրանք։ Ինձոր կես միլիոնի, մոտապես, էլատ է տարի, գումար մեն է կողջ, ես վերջ անգամ 40,000 միգելից է հանել, 10,000 միգելից է հանել, հրատաժետ տալվես հարգելի դատապաս, էդի կավորյանի մոտ, գլմեիք վանածոր ճիշտ ասում, էդի կավորյանի, ընտանիքները մոտիկին, բայց ես չգիտեմ, որ էդի կավորյանը ստեր պապից ծավ։ Ասեմ, ճանապարհին հմեթի ծուրին մսի փողեցը բակել է, տրվել է։ Համի իամել հաղատրան մեզի կավորյանի կինը, ասեք ասակ պոքելով զարում, խանութից, ես ենեմ ասում, ասած է կարան, խատերը բերեն, թողից թենցենեն, ուղեղս կոստասեն եզեսու բանեմ ասում, թող գտակարման հոտվածու դատեն։ Համի հաղատրան մի անտր, 35,000 դամը տվին այնին ասում, այն ես բեկալ, առավոտը կտաս անասում մը կերարում են, տանելու փողկու, մնեն չուրան փողու, մի կերին ջեպի փողկու։ Ես դեպանից փողը չպասում, ես ուժի մեկի ասաք, ման պաշկա պապիրոս դա, կամ մեկին ասեն, միակի պապիրոս դու ես ծխեմ։ Այդ 35 տվը ռավը փող ուզեցի, վերց 25,000 տվը, ասի բայն 10,000 նուր։ Նույն առավոտը հարգել դատալու, զանգել է էդի կավորյանի, ասեն, էդո, քու մոտ տվե թողը, չեկա հող, որ ասում, 10,000 չկո։ Հրում ես ասում, չոր, ես մարդիկ կազմակերպած են իմ տանքի միջին աշխատելի վրա։ Լավ, հասկացան է գողության մասը։ Հանավականները ինչով ակարի, եթե իրան է ասված։ Ապրանք ասում, կարողնան խոմայի չտարել, էդի կարողնան պաստարան, եկեր գնացել աներտոնա։ Ես որնան զանգել եմ, իմ կրմի, վիճապանության որից իքա։ Այդ դրկի բարնասը, լիգում են էդի կարողյանը, բոմբի հայտին տանետան գոտել։ Հրայտին կա, ընդեղ տարիս է, որ պրեքի արի, պեշտի վրա էդի պատմում։ Իանել ասյալի հրասին, որ զանգել է, բայց ինչ է վիճապանությունը, որ զանգել է ոչ մի բան։ Ասի սես է ինձ ես դուքի բարնար տավայտան, որ զին իան խապեմ, միսեղ ասել եմ, որ հորնում ու տասար գող։ Եվ այդ գողությունն է հարգելի դատակար, էդի կավորյանի հետ էլ չի է բացարվում, որ այդ գողությունը կատարվել է։ Իրան էդի կավորյանի կազմակերպություն, մի անգամ այդ է դարը չի էլ կարատանի։ Հանահամթատ եք է տնաշին, պատմորեք իրա, պարոն նոդարյանը կարել է, կարտոշք է տոնմանելով թապացել է խորորանանցին, բանի, խմիշկեր ենք, հնիկեր դարդա տարաները մնում ենք, 22-23 դրանով, ընդեղ մնում ենք, գին ու տակարիքները դրի մնում ենք, որ բերին կաշերի մեզ ասում, ունեցին, ամեն ինչ, հնիկեր, ես ասում, իմ տան կամպուտը, ես իմ կողքից ինչ չկա, ես իմ սպապում, են հիման թուն եմ, ես եմ կերել, հացա, ջուրա, իա հիգենան ասում դնոք,
դու իմինոս բողի ես որը ինչ կա իրականություն, ես այդ իրականությունն ասում, կազմակերպված իմ տան բողությունը այլ է, իմ հաշմանդամների գումարը, մի անգամ չէ, մի քանի անգամ, նայել եմ Պողոսյանը կերիլ է, ինքը, էր որ տալիս է ցուցմունքի միջի, որ ես քարտուտով, եկեք գնում ես բանկից ոչ մի անգամ չեմ կարող, քարտուտ բանում, դա է որ քո բանն է բանկի կողքի աշխատող ոստիկանի խնդրում որ քարտում գումար ասում քարտի ես մայրը իսկալավ ուզողը, ցուցում կարող որ քարտին ես վեկավորել Եղեք ասում որ դիող չկնոր, սա ստացել ուղարկելի եմ որ կերի լապել Տիան որ ինչա, եղում ես դրյատը բերեն է տավար եղում, գետին մտնի միանք, 4 տարեկան բեցան սկանա եղել երեխում, գնացել եմ հարևանից կաթար է, կաթ, ամեն օրը միլիտր կաթ եմ ան է, բեր որ երեխեն, կաթուտով երեխա էր, ասեմ թող երեխեն մտնի, այդ երեխը դպրոք շարած շորը ես եմ արել, կասու շարվարաս, առաջ կավար, Մոչամ ու թվում ու չապրաշը գիտես մի պապակն ու վերջախույցը։ Երկու լավ ինգեր է գետը։ Ինգերը հոբորտուն ասարում իատ սարվայլով է։ Ասմա բենա, տես, ինգեր շուչում, ես ինգեր կան լավ ու տասնն խմաստն, լավ բողուքն կնասնն։ Մետու որ գարում չորում հետո լավ սունուտ է։ Գալիս է, ասում է, տավարյան ինչ կա։ Ինչ, կեզ ոնց հարգեցիք պատմում։ Ասում է դա կովերն է սրկին բանով քնացրու, ստակս է մի չուպսեց, ասում է չնրին քնի։ Թեբա գալուց ինչ ասա, ասա գնակեացը կատն գյուր ասա։ Բոշի կատակերն ինչ պետք է ասին մարդը։ Ինչ կատկերն է, են կատն գյուր ասի, մարդը կտի մարդը կսից կատկերած է նորմալ մարդու, դասիրակությունը ստացած է, որ ինքը Կայնավ, իա հարցերը կիշտ նույնսի։ Էնպես մատասը որ էր, իա նմանիքա սովորած կուժանով տիներ կլեն, ապը կոսում կլեն անդիպում։ Անդիպում։ Էդի կավանը ոնց հայալելու աշնիկերին անգետում։ Էդի կավանը ես ասում, իրականից բժիշկ միատ ընկերն եմ, նամք իմ ծանոթացել, եկավ ներկում, ես ջայր եղա, սարեր կա պարմանբեր էր։ Սարեր կա, ես էտ եք խողավոր դեր սարեր կա բեր, ասում, արել եմ, գումար եմ տվել շարվաղ, ասում եմ, սարյակաբի հողր ես ծալերում եմ։ Հնացում եմ, բենզին ադել, մանդալիս ես սաղում տանը չեմ, ժողում։ Ես սաղում տանը չեմ, ես միկել իմ տանը ես չեմ, դուրս եմ բարի, դաշկի գործը։ Եմ ես, պետք է գիտես ինչ անել, մի բան եմ ճիշտ ասում, գիտությունը զարգացել, տարբեր կամերաներն ինչ Հա, Էդի կավանը ուզեր նային ինչ կատենում ես ծես։ Էդի կավանը ես իմ ամուսնանությունից հետո ինքը ինձ անգեր ասել, որ ես նայնի Պողոսյանի սերական հարաբերություն եմ ունեցել։ Էդի կավանը ինչ, անգեր ամզապ ինձ ասել։ Էդի կավանը։ Հա։ Էդի կավանը ինձ ասել այրախումա հեսանի գումարի տարել։ Հանչանց ես ասել, ինձ Ջովայնասնիկը հոգր է, բայց ինքը մտածում են, որ ես ինչ-որ յամպտ է խտել կամ ծեցեն կամ ես ինչ, չէ, սաղը 50% է վիճակին է, որ մի պտի սաղ համակած պտի ծեցեց սպանես գնաք դարնս, ես գերին վասկում եմ գետում նյանչ։ Հետո էդի կավրանը պատնեց, որ մի էտ տղու ձայնագորությունը կա, որ թուտա կամ դատախազություն մենք կլսենք, արտո ազգը չիգենության բացակից միջին կա, իտայենվին ձայնագորություն ավորել։ Ես էդի կավրանը գնում եմ, տնբյատ դենակում որտեղ որին կավրում, սկզբի շրջանը ինչ-որ տուն աղարցեն, գործ է դասավորում, հետո գնում եմ տենան, որ նայնի Պողոսյանը այլ ուրիշ տղամարդի հետ է։ Հինու, արգերում։ Պետք է գիտես ինչ ոնում։ Մենք ինենք ռասպիկոները, ռասպիտանիք ասում են, որպես տանը պոպիստին, կավոր նստած են, դատախարություն։ Ես այդ քիստին է Թարմանյանը 400 երեխով ունի։ Գնացեք պարոն Խաչատրյանին հարցրի, պարոն Խաչատրյանը Վանաձորի փոքր դապիտ։ Հարցրի, թե երեխեք գնացել են սոցիալական կանոնը, խնդրել, որ նպաստիով կատարել են Վանաձորի, ասում են 400 երեխեք, նեղտին, տղեք, թե բա, եթե կինի է տանալու չնոր չի զբաղում, բայց ինչով ազբաղում, կարավ ասել։
Եթե տանկինը իա տղամարդումա ճաշ չի իդում, իա բերնում, տղին չի նո։ Մերում տղամարդ եշվի ոչ չգջաբում։ Մեր զոնի բենեշվի։ Նա վիտաբանների խոսքերով թե… Խոսքերով, այս նախիտ է խպեսին անոս խպերում եմ ես կրատի մեջ նեքսում ես, խիտ է խպերում եմ ես նո խպկատը է, կնեք միակ հարխանում։ Գրագետ մարդիկ եք, ենք հապնիան ուշն են, որ են խպեի կապտասնի ու զապտի ասեի, վարդ մորոտ մենք է ոստիկանություն դեր, դու շատ եմ շաշնում։ Սերգեյ, սպառնալիք տվել է։ Սպառնալիք ստիվ նրաններով են կնոզով, խոտեմ։ Ձայնագրությունները եղավ, Ձայնագրություն ասեցի, ասելի։ Ես մի բան ասեմ, ես դեղ ասել եմ հունից համն է, բայց դրան չեք հասնում, Չէ, վերջը ասել եք սպանանքը։ Չէ, ես յան ստեղ զապիսեք կալաչվի է կաղատ ացել է, շոպն գելա ացել եմ ես ատած, շոպ, ինքան ես դարսերը, զատ ենք մարդուն մնակում իչկան, եկ ուզմեն է տել անում։ Իսկ կարողա հունից անել ասած։ Չէ, ես յան ինչ ասեմ, դանակ բզիտ եմ բերեմ որ, տեմքի ոզգորքով էի։ Ասեցի Քրիստինե Փարվանյանը ցանկանում է դիշտ։ Այո, Քրիստինե մի հարցնես։ Ցանկանում է որ հասարակումի, բայց ինչ պատճառով, ինչ պետք է ասի այս գործերի մասը։ Քրիստինե Փարվանյանը Էդիկ Ավելյանից տեղեկացնելա տարբեր ժրուսներ, Էդիկ Ավելյանն պատմում է Ինչի մասը։ Նայնի Նիկոլոսյանի և իր հարաբերության մասին։ Ու այդ բաները պատմում են, որ դա լսել է Քրիստինեի Փարվանյանի համ աղջիկը համ տղան, որ Նայնի Նիկոլոսյանը իր դրությունը զբաղված։ Ու դրանով կազրապնից, ոչ հետո երեխեքին անչափած լսել, թե Նայնի Նիկոլոսյանը ինչով զբաղված։ Չէ, իսկ Քրիստինե։ Իանք էտ երեխեքի գար հոգեբանական քնիչ հոգեբանի հետ խոսասնի, աղջիկ երեխա լսի, աղջիկ երեխա։ Կարա խոսասնի, թե ձեզ չտալու խոսասները քնիչնի։ Ես եկ այդ երեխում որ տանեմ ընդեղ էի ալեսացը բոնք է, անածորում, հաղորդում վերցում են, չվերցում։ Որնոսում, դեր իան ձեր չտուցքի։ Քրիստինե Փարվանյանը ինչ գիտի խոսքնակ նայնեի ծեցել։ Դե Քրիստինե Փարվանյանը ելևի Էդիկ Ավելյանն պատմում։ Ինչ ա, Էդիկ Ավելյանը ինչ իմանա դրա մասին։ Դե Էդիկ Ավելյանը մեր տանն է գերողնացել, երկու մոտ գիտեցել, երկուսն է վշլավից են, վշլավ թաղամասից։ Էդիկ Ավելյանը Քրիստինեի ծեցելու մասն այն պատմում, թե չծեցելու մասն է պատմում։ Նա ուրիշ բան է։ Ինչ ա։ Այդ իանց ինչ-որ տիպահված կա, ես մինչերա, ում հետ է գմիտել բանը շպվեմ, Բայց ինչ պատմում ես դե էդերը ընդեղ բանը տվել։ Իար, նայնի բանը, Քրիստինե Փարվանյանը հարգելի դատավոր, մեկ է Էդիկ Ավելյանը առ 30 մնել է քնիչ Նազարյանի մոտ։ Հասկացար պաշտպանին պաշտպաններին հասնչեցեց, ասեց այդ ձեր նշած անձը սուր մերադրանքի այն որ դուք Նայնի Նիկոլոսյանի դեպքում ենթադրաբար, օրինակ, չիմ սպառնանք եք տվել ծեցել և այլն, այդ Փարվանյանը ինչ տեղեկություն ունի։ Քրիստինե Փարվանյանը։ Նա տեղեկությունը շուրը ստացել է բանից, Էդիկ Ավելյանից։ Իսկ նարինի այս տեղեկություն ունի։ Նայնի չդիքո դեպքային կոսմոյեսյանից տեղեկություն են, երբ որ կոչենի դատարանցություն կա։ Նարինը Քրիստինե Փարվանյանի բոշակի անգամանքների սարմել ադրանքի Ասում այդ վիճին լավը կենանչյան կյանց կազմ, միա լավ գիտի։ Ետեք ուզում նսիկ, ինձանը բստում չկա։ Ասում միեցից իմ ավել ալնախած միսուրը ոչ որ, միեցից անի լավ է կենանչում։ Ետեք ուզում։ Լավ է կենանչում, նայնին Քրիստինե Փարվանյանն է կենանչում, նայնին Քրիստինե Փարվանյանն է կենանչում, երկուսնիա լավ է կենանչում։ Սենց հարց։ Նայինը երբ որ ձեր դեր ինն է, դեր գնացած չի։ Քրիստինե Փարվանյանը որտեղ սկսեք տեղեկություն։ Քրիստինե Փարվանյանը այդ տեղեկությունը իմացել է իմ ամուսնությունից հետ։ Նա մայմոնական կինի չի, ասում հարգելի։ Նայն կինի չի։ Նա և ձեր կատվել եկելով գաց է, և ձեր չտվել չի։ Մի դեր կաղում է գտել այս վեշը բարձից եկով։ Մի դեր կաղում է գտել այս վեշը բարձից եկով։ Ես եկավ,
Ես են ընդունում։ Գամոտ ընդունում։ Մենք էլ մի հարց լավ երեխու եք ոտը գնացվել, նու հարցականով ոտը գնացել ինչ է ովշի։ Ինչ անում, կոմանամասն ինչ անում, ոնց է խաղեցվում։ Այդ երեխը դիվանից գա խաղանից, ընկելա ոտը ժորվել, ոչ թե կոտերվել։ Տանան ընդեղ որ տալիս ասենք, կոտերված կատալի, կոտերված բորը, երեխում գիպս կրել են ոտը։ Նա, իսկ այդ գնելու պատճառով տանելու հետ կապված վեճ, կլի, ձեզ Չէ, ցավը տանելու ստիպում ես, դերասյանը ասում նմանում ես նա երեխան վերանգել ես նախիտ եմ չեցին, ես նան ասի, զանգել, ինքն է զանգել ասի տաքսի կանչում գնեմ, մի հիմեր ես ասում ձեզ, ինք ձերքին գումար պայի, պաստարան եղել, այդ ինչը որ խոսում է, որ ասում երեխում ակաթա բերի, ասում ակապիրոզա բերի, ասում է, Վերջնի աշխատում է, պաստանի, մի կեր աղտում է, սա չեմ ես ախոտիսից ունես, սպիրորը կը 50-60 ես փող աշխատում։ Բերում է, մարդի քիմետ ինչ եք գումարում, ես մի կեր գումարում, ես ամիս է հարգեր է դատախաս, 50-60 դրամ մի կովից կատեմ ասում, ես է երկր կողտից եմ։ Ոնց է որ էլիք ավեանն ադեգրան կշտենք էլի, են մարդը բերեցին մա պապիրոս, կաց, սնունդ, Ես հատերում։ Հիմա դու ձեզ ստուգում նշեցիք, որ թեև տարածականությունը եղել է, միջավայրությունը եղել է, բայց հարվածներ չեն եղել։ Սպառնալիքների հետ կապված են ձայնագրությունները որոշակի տվյալներ կան, դա մեկ չհերքեցիք կարծես է քննիչի մոտ, երբ որ զննվում էր, ասում եք ասել եք չգիտեմ, այդպես է, հետո էլ ասեցիք որ կարող է ձայնի փոփոխություն է եղել։ Հիմա իդեպ այն ինչ որ մենք հետազոտեցինք դատան եւ ձեր մասնակցությամբ է եղել։ Ձեր արտահայտություններն են թե ոչ։ Արգելի դատավոր, այդ իմ արտահայտությունները միայն մի օր են ասել։ Այդ իմը չես ասել կան ձերնեն սա գացել չեմ ինչ նազարյան որ ես ասել ես պետք է նստասնեմ, նստասնեմ բանավոր։ Չէ՞ Այդ ասել, այդ զապիսը բերում զապիսը։ Ասի ինչը որ կա կարս դեպի բիմրին սարկես, ասի մինա շոպերլի կանում ձայնամանակություն անեն։ Նման ադակություն չկա ձայնագրություն։ Այդ չկա, Այդ չկա։ իրան ասի, Ես կարճ պատասխանեք, ձեր խոսակցությունն է թե ոչ։ որ գիմիչ։ Անցանկալը, սերուչ։ Ինչու եք այդ դեպքում քննիչի մոտ հայտարարում, որ դա դուք եք խոսել։ Որովհետև քննիչը հիմնավորված է իմ վրա, քանի որ մենք նախկինը էլի արեց ունեցել էինք։ Խնդիր, էլի գողության պահերին է, այն մարդը ոնց որ հիմնավորված մի կեր, էլի ունեցես մեծ խնդիր, պետք է գնի հաղորդում տան։ Երևան, քանի որ Ասեք քննիչը մի քաշ պատասխան հասկանալ։ Քննիչը խնդիրը եղել է, հասկացա։ Այն որ կա օրինակ որ մասնապես հարցեր չսեցի, որ այլուր չօգտագործեցություն չօգտագործես եւ այլն, դա չէ դուք հայտարարում։ Չո, Դա չէ հասկանալի է պատասխաններ, ասեցիք ոչ, անցանկալ է։ Դատարանում նաև հետազոտվեց այն հատվածները, որտեղ որ խոսակցություն կա, որ զանգահարի հողը գնամերթներից եւ այլն։ Դա չէ դուք հայտարարում։ այդպես հայտարարում։ Այդ նույն պայմանից հասկանանք։ Սատորները կոչնեն իրար։ Խոսորները կարող կոչնեն իրար։ Դատարանում եւ հարցակնվեց դուժողը եւ հարցակնվեց վկան ձեր կողմից հիշատակված եւ նշեցին, որ ամեն դեպքում ձեր կողմից ինչ-որ գործողություններ են եղել այդ հարվածների հետ կապված, այդ կապույտների հետ կապված ձեռամիջոցի հետ եւ այլն։ Ինչ կարող եք ասել այդ մասին։ Դեր դուրնա խփել են, էլ եթե կապական կապական սպեյս ավտոների բանի վրա, դա երբ փոխանցվել է թուքեն անում։ Դու բանի վաղտը կոռուպցիան, Թոչարյանի վաղտը կոռուպցիա շատ է, Նիկոլ Փաշինյանի վաղտը, ավելի շատ է կոռուպցիա։ Ես տան դատակներով վաղտը։ Էցիկ ավելի անձի հետ կապված։ Դատարանում եկավ տեսել հարցակններով նաև մի փոխանցեք այդ խնդիրը, կամաց դեպի դուրս է ծառայել։ Տեղեկություններ հայտնեց, որ ձեր կողմից ինչ-որ զանգեր են եղել,
եկել է ձեր բնակության հասցեն օգնություն է ցուցաբերել տարբեր հարցերով եւ այդ հարվածների սպառնալիքների կապված է դեպտերությունը հետից որ կամել եք որոշակի գործողություններ կատարել եք վկայի հետ կապված է հաստատությունը դուք վկայի հետ ինչ-որ ճշտամական հարաբերություններ ունեք թե ոչ եթե չեք ունեցել դուք ինչու նմանատեղալ հայտ եթե իրականացում չեք ասենք չէ մարդիկ հիմնավորը երևի զգողությունը խոսքրվի որպեսի միամասնի չխոսան, բայց ինքը գորության հետ ձեզ կապ ունի։ Այո, եթե ինքը կերասում ցուցմունքով բրիտոն, արդեն ես եզրակացնում որ մարդ այս գործը միջին կողմ։ Որ զգողությունը, եթե մարդը դիմաց չնամում չունի, բեդան չեն զանգի, հարգել տանա։ Թող մի հատ հեռախոս հանեն, ինքը այդ դեպքում որտեղից պիտի որ ձեր երեխան օրինակ մանկական վնասվածք է ստացել։ Բանը ունայն են զանգել։ Ինչու է զանգել։ Նշում եկել է այդ օրը։ Դիմի երեկանի խիազում։ Եկել է այդ օրը, թե չէ։ Եկել է։ Եկել է, տեսեք, ասեք, ինչու այդ տեղ է եղել այդ ճանապարհը։ Դուք չեք զանգել։ Տեսեք, նաև փորձագետի եզրակացությունն է դասավորել հոգեբանական փորձակնության, համաձայն որի հետազոտվել է ուժովը եւ դատախազը մանրամասն ներկայացրեց ուժովի մոտ այդ հոգեկան վիճակի վերաբերյալ նաև որոշակի պարզաբանումներ ներկայացրեց եւ փորձագետները հանգել են հետևությամբ փորձագետները հանգել են հետևությամբ որ այդ ուժովի մոտ արկա հոգեկան վիճակը քշվածություն եւ այլն ամենական փորձագետներն են այս ակմանանգել պատճառաբանական կապի մեջ գտնվում ձեր գործողությունների մեջ միջև Այսինքն փորձագետները հանգել հետևությամբ որ այն ինչ վիճակում որ գտնվում է դուժով ընկշվածություն, թախիծ եւ այլն պատճառաբանական կապ այո երբ որ ձեր գործողությունների արդյունքում է նման վիճակը Իսկ կարող է ասելական հարաբերության ժամանակ կարող նորմալ չեն կարծի գործողությունը կատարել գլխուղը բեննալատի Չասեցիք դուք դուք ձեր դեկորշումը ներկայացեք Փոսանիտները նման եզրահանգման են Ես ունասում փոթոգետները ճիշտ են Բազը Պետք է նա հորմոնները ստուգեիտ են հորմոնները կարող նորմալ չի աշխատում Չի կարող Հասկացանք Ո՞վ ամենին է տալս դը Տղամարդը մեկը չի չու Այ որ պատասխանես տախնդատան է հարցել Այ որ այդ խոսակցության մեջ կան հողումներ, որ մարդասպանություն կլինի եւ այլ դուք եք դա հայտարարում, թե ոչ Անմարդ, ասում չէ, տերմինայից ասել են տաչի, հորդ ու մորդ, գնա էտ է, մնաց է լիս սարկած Ֆոտոշոպ, ես նախ ասել եմ, մբերիվատ ոստիկական չի, տերնյար ետը, կավատալ են հերապսու Երևան, ճայնումավ եմ, բանը մեկը կավոր սավ, դողի դերներ անում, բողովանիչ, Այսինքն այս խոսակցություններում բացառապես այդ տվյալներ, որ ծնողի զանգի եւ տան։ Ծնողի զանգի, երբատ ոստիկալ զանգ ես տան։ Այս ի վերջո վկայի հետ կապված, Էձի Կավեյան, պարտացավ, որ ձեր միջոցով է ամեն դեպքում ծանոթությունը եղել եւ ում գնալ գալ ունեցել է ձեր։ Այդպես է։ Երբևէ նկատել եք, որ առանց ձեր ներկայությամբ հանկարծակի կարգում եւ ինքը տանել է։ Եկել տերգորներ տան։ Տեսեք, հաստվել եք ինչու է։ Եկել եմ հաստվել եմ քեսել, թե որ նայն են վարմաժանելա, երախումա պամպերսուզ ես դենեն անձր Բերել է։ Չեք տանում դուք եք։ Ես եմ տերեկ ասում, տեք վեճը ասում եմ խի ես տանը տանում չեմ կողբանում, բայց դեպ ես ասել եմ ասես մարդը մեր տանս կտրվի, բայց չէ։ Են մարդի տանս կտրվի չտե, քանի որ նայնի Նիկողոսյանն արդեն իր հիմքը դրել է փողոցային։ Կապոտի հետ կապված նշեցիք, որ նման բան չէ եղել։ Չէ, դա հարց է, ամեն դեպքում եղել է կապոտի։ Եթե չի եղել, ով է խփել, կարոսի ետնան է խփել։ Չէ, բայց չի եղել, չէ կապոտի։ Չի եղել կապոտի, որ եղել։ Տարի դատական բժշկի կապոտի, էդիկներ ասում աշկի հետակը կապտացել է, կարող մատի կապտի, լայք է կապոտի։ Նկարել ասուս է գենում։ Այդ ձայնագրությունները կապված նաև նշեցիք, որ նաև մեր բեցիկ գործիքը, որ տան տարբեր վայրերում եղել են համապատասխան սարքեր, որ ձայնագրվել են։ Այդ դեպքում մեկենս եկա։ Եթե այդ ձայնագրությունները չեն, ասացիք, որ այդ ձայնագրությունները չեն, ինչ ձայնագրությունների մասին է խոսքը։
То есть թվում դա նույն երևա բան չի ասեք, այդ ձայնագրությունը մետանը դրա համար դա չափ չի եղել, ռախսունին է ձայն նորմալ հրախուշ։ Չէ, եթե այս ձայնագրությունը չէ, ուրիշ ինչ ձայնագրություն պետք է։ Ես չգիտեմ ինչ շնորհիվ, դա շատ հասկանում ես, դա գիտեմ կունես։ Այսինքն այս ձայնագրությունները չէ։ Նաև ասեցիք, որ տան ովքեր են բնակվում ձեր մոտ։ Երկու քուրս են բնակվել, մի քուրս 2 տարի հետո ես գործից հետո մահացել, 2024 թվականի հոկտեմբերի 13-ին մի քուրս եմ հետախնամ։ Նույնապես մեկ քույր ունեք, ով ձեզ հետ է բնակվում, Իմ հետ է բնակվում, հաշմանդամության կարգ ունի, երկրորդ կարգի հաշմանդամ։ երկրորդ կարգի հաշմանդամ, դուք եք ով։ Ես եմ նախորդս։ Կարիքները։ Գյուղատնտեսությամբ եք զբաղվում, անասուններ, Անասուն հողագործություն։ ներկայումս որից եք կապ ունեք կապ ցանկանում եք պաշտպանել Նայիրի Նիկոլոսյանի հետ, թե ոչ։ Չեք ցանկանում որից եք բանացություն չունեք։ Ոչ մի Դե որտեղ է բնակվում եք։ ինքը Գյումրիա բնակվում դա երեխուն է չգնում տեսակցություն, քանի որ անգամ առարկեցինք, որ երեխունի օգնություն ձեռք մեկնեն բայրամ կապտեն, միան գործը պիտի տանձապարը դմտրեի թեստ անցկացնի տանտեն Դա ձեր իրավունքն է, ամեն դեպքում կապ չունեք, շփում չունեք, անհանգստություն չկա։ Ձեզ համար առանձին բնակվում եք։ Եվ քանի որ դատան այսօր առավոտյան գրում է ստացել ձեզնից, մասնավորապես ինձ վերաբերում էր ձեր կողմից ուղղություն նշված անձի Քրիստինե Փարվանյանի հարձակնության կանչելուն եւ նշեք նաեւ երեխաների տվյալները։ Պաշտպանի հարցին անդրադարձակ մեկ անգամ եւս խոսում եմ հստակեցեք։ Նշված անձը, քանի որ սույն փրունչը կքննենք հաջորդի փրունը պետք է քննարկի դեպ։ Սույն նշված անձը ձեր եւ Նայիրի Նիկոլոսյանի համատեղ բնակության ընթացքում ձեր տուն գնալ ունեցել է թե ոչ։ Այդ ընթացքում ձեր հարաբերությունների մասին որևէ տեղեկություն ունեցել է թե ոչ։ Տեղեկությունը ստացել է Դիկավեյանից։ Այսինքն Էդիկավեյանի կողմից ինչ-որ տեղեկություններ հայտնվել ինչի մասին, ըստ ձեզ։ Այդտեղ Նայիրի Նիկոլոսյանի քանի որ ինքն է Վարկագծի մասին։ Իսկ Նայիրի Նիկոլոսյանի նկատմամբ ենթադրաբար ձեր կողմից ինչ-որ գործողություններ կատարելու մասին տեղեկություն ստացել է թե ոչ։ Ոչ։ Այդ մի հարց Եթե այդ պապանյան ձայնագրության հետ կապված։ Դա ձայնագրության ընթացքում երևում է, որ դուք հայտարարում եք, որ զրուցում եք Նայիրի Նիկոլոսյանի հետ, դա ձեր ձայնն է, այնուհետև Նայիրի Նիկոլոսյանից պահանջում եք հեռանալ իր ձեր տնից, տալով 2 օր ժամանակ։ Հակառակ պարագայում սպառնալով, որ ինքը կմորթի Նայիրի Նիկոլոսյանին։ Նաև հաջորդ շարունակության մեջ դուք ևս զրուցում եք Նայիրի Նիկոլոսյանի հետ, նորից ասում եք, որ դա ձեր ձայնն է, եւ ասում եք Նայիրի Նիկոլոսյանից պահանջում եք հեռանալ, որպեսզի մարդասպանություն չլինի։ Այսինքն ձեր կողմից քննիչի ներկայացումը մի օր եմ եկել Նայիրի Նիկոլոսյանի հետ, ու ես ինձանի հետ ես տանես չկա, եղել է ժամի 11-ը, հանիք ձայնագրությունը ժամերով, որ ժամին ինչ-որ ձայնագրություն։ Պապանյան հարցը հետևյալն է։ Ձայնագրությունը դուք լսել եք քննիչի մոտ ու հայտարարել եք, որ դա ձեր ձայնն է։ Քննիչի գործը հիմնավորել եմ ասել ձեզ կոնտակտացած։ Քանի որ ինչ կա, ասել որ ես։ Չէ, տեսագրության հստակ երևում է, որ քննիչը ձեզ մի քանի անգամ պարզաբանում է, նորից հարցնում է, անընդհատ դատար է տալիս, հասնում է ձեզ դարձեր ձայնը, դուք հասնում եք։ Ես էլ պատասխանում եմ, ասում մինչև նույնիսկ ձայնագրությունը միացնելը, դրանից առայլ մի քանի օր առաջ, մենք վիճակում ենք, այն ժամանակ առաջվա մասին չի խոսում։ Ասաբեկը տենը դուս եկավ իչասկունության նստասուտ եք, տասի դեպամիսուր ձայնագրություն կա, այդ բորեկալ ձայնագրություն եք դեսում, ես են ասի իննա, սաղ իննրի, իննյատստակին ստորավորում։ Հմիտեք գրած եք բերեք, այդ տատում ստորում, ետեք ձերի նմանը ոսկ ամասում ձերի նմանը։
Այսինքն դա դուք եք բովանդակությունը, որ խոսել եք, հիշեցիք, որ այդ վիճաբանությունը վիճաբանություն չէ, մեր տանը մի հատ զրից էր, հոր մոտ կանչու էր թողն տանը։ Նոր դուք նշում եք, հետագայում մենք իհարկե ցուցմունքի արժանահավատությանից էր անդրադառնանք համապատասխանորեն, բայց նոր իմ կողմից մի քանի անգամ արձագանքում կատարվել։ Նշեցիք, որ այնքան շատ են եղել։ Հիմա նշում եք մի անգամ է եղել։ Դուք դաժե չմետաբերեցիք ձայնագրությունը ո՞ր բան։ Իմ դուրս մոտ չէ ծորտում, կողմ ժանր չտում։ Կողմ ժանր չտում։ Ավայլը սարքաշում են բարձրացնում։ Ավարտած հայտարարի հասարակությունը նստել պապանյան։ Նեմային համակարգ խառնում է բան գտել։ Մի պարամասություն տվեցին, նաև հասարակի պատասխանեցին, իրավաբար դատան համարն ավարտած նաև հայտարարի հասարակությունը։ Հետագայում հետապացությունից ավալ լրացնելու այլապասողական գործողությունը կատարվելիավորվում են միշտ։ Ոչ, պատմություն։ Պատմություն պատանտի շնորհակալ Ասիկի դեկապնում դուք պարմանոսն ասեն նորից եւ կապանքի կատարված է նախաքննության ցանցում նոր վերջական ներկայացնել։ Դրա դեպքում երևի թե ճիշտ լի ժամանակ դառնալ, որովհետեւ հաջորդ դատականությունը թե պաշտպանության կողմի միջոցառությունը կրեսեն պաշտպանության կողմի միջոցառությունը։ Նման դեպքով դատանը որոշումը դատականիստը հետաձգել եւ վերանշանակել մեկ այլ երկիր։ Ունեցի 26-ին ինչպիսին է կողմերի կանդավորությունը 26-ին Իսկ 24-ին լիստ ունենք էլի դիտակում առաջին կես ազատա Այդեպքում 24-ին շուտով որ միջև 11-ին լիստ ունեմ 9:30 Սրտանը որոշում է դատականից հետաձգել և վերանշանակել 2025 թվականից 24-ի ժամը 9:30-ին։ Դատականից դրահարդարն թաղաց։ 24-ի ժամը 9:30